Ռոբերտ Լայրդենի ծառայությունը ներկայացնում է բժշկող ավետարանիչները։ Այս ուսուցման ժամանակ մենք կուսումնասիրենք այն զորավոր տղամարդկանց և կանանց կյանքը, որոնք եղել են ներգրաված բժշկության ծառայության մեջ։ Թողնավազի ծեր մարգարեի նման, Տեր թողնավազի Եղիայի նման, Հիսուսի անունով, Տեր թողնակայլի։ Նախքան համբարձվել է, Հիսուսն իր վերջին գործով լիարժեք ապահովեց, որ ես և դուք երբեք չպարտվենք։ Եթե դուք հավատացյալների այս մեծ մարմնի մի մասնիկն եք, ապա պարտություն չպետք է ունենաք։ Եվ ոչ մի միավոր։ Մատթեոսի գիրքն ասում է. ահա ես ձեզ ուղարկում եմ ինչպես ոչխարներ գայլերի մեջ, ուստի օձերի պես խորագետ եղեք և աղավնիների պես միամիտ, և երբ կգնաք քարոզեցեք և ասեցեք, թե երկնքի արքայությունը մոտեցել է, բժշկեցեք հիվանդներին, մաքրեցեք բորոտներին, հարություն տվեք մեռելներին և դևեր հանեցեք, ձրի ստացել եք, ձրի էլ տվեք։ Մենք աղոթում և հավատում ենք, որ այս ուսուցումների շնորհիվ դուք կաճեք ձեր կյանքի և ծառայության մեջ։ Եվ ահա ձեր հյուրը Ռոբերտ Լայրդենը։ Բարի գալուստ մեր ուսուցմանը։ Այսօր մենք ուսումնասիրելու ենք Էյմի Սեմփլ Մակփերսոնի կյանքը, որը եղել է քառանկյուն հարամվանության հիմնադիրը։ Նա ունեցել է ամենաճանաչված և միևնույն ժամանակ ամենահակասական ծառայությունը սկսած 1900-ական թվականներից։ Կարծում եմ նրա կյանքը և ծառայությունը եղել է շրջապատված վիճաբանություններով և հակասություններով։ Իր ժամանակաշրջանում կար նաև հաղորդակցության պրոբլեմ, որը մենք չունենք այսօր։ Կան շատ բաներ, որ նա արեց 20-ից մինչև 40-ական թվականներին, ինչը որ մենք սկսում ենք անել մեր օրերին։ Նա մեկ կին էր, որը առաջ էր իր ժամանակաշրջանից։ Նա ծնվել է 1890 թվականին Կանադայում, Աստվածապաշտ ընտանիքում։ Նա շարունակեց իր ուսումը Աստվածաշնչի դպրոցում, չունենալով ոչ մի իրական պատկերացում Աստծո մասին։ Համենայն դեպս նա գնաց այդտեղ, լսեց քարոզներ և իր կյանքը տվեց Աստծուն։ Այդ նույն դպրոցում նա հանդիպեց Ռոբերտ Սեմփլին, որը և հետագայում դարձավ իր ամուսինը։ Նրանք միասին գնացին Չինաստան միսիոներության։ Չինաստանում 3 ամիս մնալուց հետո, երբ նա հղի էր, նրա ամուսինը մահացավ մալերիայից։ Ծնվեց նրա առաջին աղջիկը և նա վերադարձավ Ամերիկա, մտածելով, որ դա իր ծառայության վերջն է։ Վերադառնալով Ամերիկա նա ամուսնանում է մեկ այլ անձնավորության հետ և այդպես վերջ դնում իր ծառայությանը։ Բայց Աստծո կոչումը շարունակ հետապնդում էր, ասելով իրեն հնազանդվել և քարոզել ավետարանի խոսքը։ Նա շարունակ պնդում էր Տիրոջը, որ ինքը չի կարող անել այդ։ Հետո նա ունեցավ իր երկրորդ երեխան, Ռոլֆ Մակփերսոնը։ Աստծո կանչը շարունակ հետապնդում էր նրան ասելով. «Կքարոզես ինձ համար»։ Վերջապես նա հանձնվեց և սկսեց քարոզել։ Տիկին Մակփերսոնը վերցրեց իր երեխային և սկսեց ճանապարհորդել և անել այն, ինչի մեջ կանչված էր։ Նա շրջում ու քարոզում էր աղոթելով հիվանդների համար։ Մենք մի փոքր հատված կցուցադրենք ձեզ, որտեղ դուք կլսեք նրա խոսելը և կտեսնեք նրա նկարը։ Ուզում եմ, որ զգաք, թե ինչպիսի անձնավորություն էր նա։ Նա ամենադրամատիկ ավետարանիչներից մեկն էր։ Հոլիվուդը գալիս էր նրա մոտ տեսնելու, թե ինչ է անում նա իր քարոզներում։ Այս երեկո եկեք ուրախանանք մեկ ուրիշ ծնունդի պատեհությամբ, թե ինչ է արել Հիսուս ինձ համար։ Նա մեծ բաներ է արել ինձ համար։ Իհարկե ձեզանից յուրաքանչյուրի համար Աստված արել է ինչ-որ իրական և անձնական բան։ Այս երեկո ես իմ թեման ընտրել եմ Եսայա 6-րդ խոսքից, որտեղ գրված է. Ես Տիրոջ ձայնը լսեցի, որ ասում էր. ում ուղարկեմ և ով կգնա մեզ համար։ Հետո ասաց. ես, ահա, ես, ինձ ուղարկիր։
Քույր Մակփերսոնը սկսեց ճանապարհորդել տարբեր տեղեր։ Նա սկսեց իր ծառայությունը վրանի տակ, երբեմն էր բացօթյա էր անում ժողովները։ Լինում էր նաև փողոցային ժողովներ, եւ հետո Աստված նրան մեծ լսարան տվեց։ Այդտեղ հազարավորներ էին գալիս։ Ամեն անգամ քաղաք մտնելիս մեծ իրարանցում էր կատարվում այդտեղ։ Նրա անունը գրում էին թերթերում։ Երբ նա եկել էր Բոստոն, թերթերում գրել էին. Էյմը վերադարձավ։ Հազարավորներ հանդիպեցին նրան, երբ նա վայրեջք կատարեց։ Նա կարողանում էր ներգրավել մարդկանց իրենց կողմը։ Նա խոսում էր հազարավորների հետ այնպես, ինչպես կխոսեր մեկի հետ։ Կա այսպիսի ընդունակություն, բայց կա նաև օծություն։ Երբ օծությունը ծանրանում է քո վրա, մարդիկ հավատում են, որ դուք խոսում եք ուղղակի իրենց հետ, որովհետև չկա այլևս հեռավորություն, երբ դուք հոգու մեջ եք, այդ լինում է ուղիղ հաղորդակցություն մարդկանց հետ։ 1918 թվականին Տերը խոսեց քույր Մակփերսոնի հետ, որպեսզի նա իր երեխաների հետ գնա Կալիֆոռնիա, հիմնվի այնտեղ եւ շարունակի իր ծառայությունը։ Երբ նա սկսեց ճանապարհորդել, նա ուներ այս ամենը իր մտքում։ Այդ ժամանակ էր, երբ նա տպագրեց իր առաջին ամսագիրը, որը կոչվում էր Bridal Call, քառանկյուն ամսագիր։ Ամսագրի մեջ տպագրում էին քարոզներ եւ վկայություններ։ Նրա ժողովների ժամանակ մեծ հրաշքներ էին կատարվում։ Because under Mrs. McPherson's meetings, there was great miracles. I remember hearing a story. Հիշում եմ մի պատմություն։ Մի մարդ կար, որը կրացած էր այսպես։ Շատերի համար էր նա աղոթում, բայց չէր կարողանում ամեն մարդի վրա ձեռք դնել։ Դրա համար նա խնդրում է, որ ամեն ոք թղթի վրա գրի իր անունն ու հիվանդությունը եւ հետո փոխանցի այդ օգնականներին։ Հաջորդ օրը կեսօրին աղոթելու համար։ Հաջորդ օրը ժամը 12-ին այս մարդու մեջքը ուղղվեց եւ կատարելապես առողջացավ։ Այսպիսի հրաշքներ էին լինում նրա ծառայություններում։ Նրա աղոթքները երկար չէին կամ դրամատիկ։ Նրանք շատ պարզ էին. Տեր, բժշկիր այս հիվանդությունը, առողջացրու նրանց Հիսուսի անունով։ Նրա քարոզները շատ պարզ էին։ Նա հիմնեց ավետարանչության քառանկյուն մեթոդը, որի համար հիմք էր հանդիսանում Աստվածաշնչի 4 հիմնական ճշմարտությունները։ Առաջին, Հիսուս Քրիստոս աշխարհի փրկիչն է։ Երկրորդ, նա է Սուրբ Հոգով մկրտողը։ Երրորդ, նա է բժիշկը։ Հիսուս Քրիստոս բժշկում է այսօր հիվանդներին։ Չորրորդ, նա շուտով գալիս է որպես թագավոր։ Այս էր քառանկյուն ավետարանչության գաղափարը։ Այս էր Աստված հանձնարարել նրան քարոզելու համար։ Հասկանում եք, Աստված տալիս է որոշակի պատգամներ մարդկանց, որոնց պահանջը զգացվում է երկրի վրա։ Աստված Քենեթ Հեյգինին պատվիրել էր մեկ ուրիշ բան՝ քարոզիր իմ ժողովրդին հավատ։ Բայց Աստված տվել էր տիկին Մակփերսոնին այս 4 հիմնադրույթները։ Հիսուսն է փրկիչը, նա է Սուրբ Հոգով մկրտողը, նա է բժշկողը եւ նա է թագավորը, որ շուտով գալիս է։ Տիկին Մակփերսոնը Դեպրեսիայի օրերին ընդունակ եղավ կառուցելու 5000 տեղանոց լսարան, որը ամեն կիրակի գործածվում էր 5 անգամ։ Սա ապացուցում է մեզ, որ եթե մենք գործենք Աստծո թագավորության եւ Աստծո օրենքների մեջ, ապա կախված չենք լինի աշխարհի իրավիճակից։ Այդ ժամանակ ընդամենը դեպրեսիայի տարիներն էին։ Աշխատազրկություն, ֆինանսական ճգնաժամ եւ միաժամանակ ամեն ոք վիրավորված էր։ Աստված ասել էր նրան կառուցել այդ շենքը եւ նա կառուցեց։ Լոս Անջելեսում բոլորը չէ որ սիրում էին նրան, բայց երբ Աստված քեզ հետ է, դու կարող ես անել ցանկացած բան եւ կապ չունի թե ուրիշները ինչ կասեն, այդ միևնույն է գործելու է։ Մենք ունենք երկրորդ ձայնաժապավենը ձեզ ներկայացնելու համար։ Բոլոր այս նյութերը մեզ է տրամադրել քառանկյուն հարանվանությունը։ Մենք շնորհակալ ենք իրենցից այս նյութերը մեզ տրամադրելու համար։ Ուզում եմ, որ դուք լսեք եւ տեսնեք նրան որոշ տեղեր քարոզելիս։ Ես վերցրեցի իմ ճամպրուկն ու երեխային եւ հեռացա գիշերով։ Նստեցի տաքսի, գնացի մարդկանց մոտ եւ սկսեցի քարոզել Աստծո խոսքը։ Ես հրավիրված էի այս քաղաքում Աստծո խոսքը քարոզելու, թե դռների մոտ, թե ծառների տակ եւ թե փողոցներում։ Ես քարոզեցի Կանադայից մինչև Քեյ Վեսթ, Ֆլորիդա, ձմեռ թե ամառ, վրանների տակ եւ բացօթյա, ինչպես Տերն էր առաջնորդում։ Այդպես
Տիրոջ խոսքը առաջ էր գնում։ Աստված հայտնվում էր եւ մարդիկ իրենց սիրտը նվիրում էին Հիսուսին, հիվանդները բժշկվում էին։ Ես ուրախ էի, օրհնյալ է Տերը։ Հետո Տիրոջ խոսքը եկավ։ Ես սկսեցի քարոզել մեծ կինոթատրոններում, մեծ լսարաններում, մոտ 18,000 տեղանոց։ Աստված լցնում էր այդ տեղերը առավոտից մինչև ուշ երեկո։ Կամ մի լսարան Դենվերում, որտեղ հրշեջները մնում էին մինչև ուշ երեկո, մինչև ժողովի ավարտը, որպեսզի դուրս հանեին մարդկանց, ովքեր փորձում էին թաքնվել վերևներում, այն մտավախությամբ, որ կարողանային հաջորդ օրը լինել ժողովում։ Աստված ապաշխարության էր բերում մարդկանց։ Հազարավորներ ապաշխարում էին մեկ ժողովում։ Մարդիկ, հրաշալի է լինել քարոզիչ։ Չեք ուզենա նվիրել ձեր սրտեր Աստծուն եւ սկսեք օգնել ինձ աշխարհին բերել Հիսուս Քրիստոսի թագավորության մեջ։ Ամենամեծ հակառակությունը, որ սկսվեց Էյմի Մակփերսոնի կյանքի եւ ծառայության դեմ, դա 1926 թվականի մայիսի 18-ն էր։ Նա իմ ուսումնասիրած ավետարանիչներից միակն է, որը առևանգվել է։ Նրա կյանքի եւ ծառայության այս պատմությունը մեծ հակասություններ է առաջացրել 20-րդ դարում։ Մինչև այսօր այս փաստը զայրացնում է որոշ մարդկանց։ Մարդիկ կոչում էին նրան խարդախ կամ խաբեբա։ Աստված ասում է, եթե նայեք պտուղներին, որոնք որ մնում են, դուք կտեսնեք ծառայության արդյունավետությունը։ Տիկին Մակփերսոնի ծառայությունը մինչև այսօր գործում է։ Այն այսօր շատ հաջող հարանվանություն է։ Քարոզում են այն, ինչ նա էր քարոզում։ Այս խոսում է նրա հիմնած ծառայության ամրության մասին։ Բայց ես ուզում եմ ետ վերադառնալ այստեղ, ձեզ ցուցադրել մի գիրք։ Տիկին Մակփերսոնը հակասական անձ էր։ Շատ մարդկանցից ինչպեսին այս հեղինակն է, իր այս Վաշինգտոնյան ավետարանիչը գրքում ասում է, որ նա այն ավետարանիչներից է, որը գնահատված է եղել եւ նրա մասին նյութերը կվաճառվեն։ Այս գիրքը համարյա ոչինչ չի վերլուծում, ընդամենը ներկայացնում է մի առևանգման փաստ։ Տիկին Մակփերսոնը կառուցում էր շենքեր եւ Աստված օրհնում էր նրան։ Նա կերակրում էր աղքատներին, անում էր ամեն բան օգնելու մարդկանց։ Մարդիկ որոշեցին առևանգել նրան, փող հայթայթելու համար։ Նա իր քարտուղարուհու հետ գնում է ծովափ ծառայությանը պատրաստվելու։ Ծովափում նրա քարտուղարուհին գնում է ինչ-որ բան խմելու եւ հանկարծ վերադառնում է ասելով. «Իմ երեխան մահանում է։ Երեխաս հիվանդ է, խնդրում եմ աղոթեք նրա համար։ Նա մեքենայի մեջ է»։ Քույր Մակփերսոնը շատ մոտ էր մարդկանց։ Նա շատ բաց անձնավորություն էր։ Սա միգուցե մի փաստ է, որը իրոք արժե դիտարկել նրա կյանքի եւ ծառայության մեջ։ Միգուցե նա չափից ավելին էր թույլատրում մարդկանց իրեն մոտ լինելու, եւ դա էլ գործածվեց ընդդեմ իրեն։ Նա շատ ընկերական էր, անգամ այն թերթի խմբագրի հետ, որը միշտ հակառակ էր գրում իրեն։ Մեկ անգամ նա հարցնում է այդ խմբագրին, թե ինչու է նա դիտավորությամբ իր մասին սխալ նյութ գրում։ Նա պատասխանել էր, որ դա օգնում է վաճառելու իրենց թերթերը։ Այսպիսով նրանք շարժվեցին դեպի մեքենան։ Երբ հասնում են մեքենան, նրան հրում են եւ հետո հարվածում այնպես, որ կորցնում է գիտակցությունը։ Արևանգողները նրան տեղափոխում են Մեքսիկո եւ գրություն ուղարկում Անջելոս տաճարը պահանջելով $500,000։ Այդպիսով նա անհետանում է 5 շաբաթ։ Մարդիկ մտածում են, որ նա խեղդվել է եւ սկսում են նրա մարմինը փնտրել ջրերի մեջ։ Չկարողանալով գտնել որևէ հետք, նրանք կազմակերպում են նրա թաղման արարողությունը։ Հանկարծակի նա հայտնվում է Արիզոնայի Դագլասում եւ զանգահարում իր մորը, Մինի Քենեդին, եւ տեղեկացնում, որ ինքը Էյմի Մակփերսոնն է։ Մայրը չի հավատում։ Դուք պետք է հասկանաք, որ նա ամենահռչակավոր ավետարանիչներից մեկն էր այդ ժամանակ, եւ նրանք արդեն թաղել էին նրան։ Իսկ հիմա նա զանգահարում է եւ ասում, որ կենդանի է։ Այդպիսով, բացահայտելով որոշ գաղտնի բաներ, մայրը համոզվում է, որ դա իր աղջիկն է։ Նա վերադառնում է Լոս Անջելես եւ տասնյակ հազարավորներ գալիս են տեսնելու նրան։ Այս դեպքը տեղացիներին եւ քարոզիչներին խելագարության հասցրեց։ Նրանք սկսեցին մեղադրել Էյմին, որ նա հեռացել էր իր ապօրինի երեխան վիժելու համար։ Չնայած, որ նրա մահվան ժամանակ շատ հստակ ապացուցվեց, որ ինքը արևանգված է եղել։ Հարանվանությունը տպագրեց մի նոր գիրք,
Դատավճիռը ներսում է վերնագրով, որը ներկայացնում է այդ իրականությունը։ Դուք պետք է հասկանաք, երբ հասնում եք ծառայության մեջ որոշակի տեղ, որոշակի նշանավոր բարձունքի, ամեն բան, որ դուք կասեք կամ կանեք, կտպագրվի եւ կկարդացվի հրապարակայնորեն։ Այսպիսով, ինչ կատարվեց նրա ծառայության հետ։ Արդյոք նրա ծառայությունը տապալվեց արևանգումից հետո։ Մի բան, որ ոգևորում է մեզ, դա նրա ծառայության բարգավաճումն էր։ Նրա դիմաց հարուցված գործը, որով փորձում էին մեղադրել նրան որպես կեղծարարի, չապացուցվեց։ Չապացուցվեց նաև Հիսուսի դեմ հարուցված մեղադրանքը։ Տեսնում եք, եթե դուք հնազանդվեք Աստծուն, ամեն բան առաջ կընթանա։ Ուզում եմ որոշ բաներ բաժնեկցել ձեզ հետ, որն այսօր ավելի ընդունելի կլինի, քան կլիներ անցյալում։ Ինչպես ասում են, նա ուներ պատկերավոր քարոզչական ձև, որը գործածում էր կիրակի երեկոյան։ Կիրակի օրերին լինում էր առնվազն երկու ծառայություն։ Երբ նա քարոզում էր Հովնանի և կետի մասին, հագնում էր ինչպես Հովնանը և բեմի վրա տեղադրում էր մի ձեռագործ կետ։ Նա կանգնում էր կետի բերանի առաջ և քարոզում։ Կամ էլ, երբ քարոզում էր Նոյի և Տապանի մասին։ Մարդիկ կատակով ասել են, որ նա անգամ բերել է որոշ կենդանիներ գազանանոցից և արել այն, ինչ Նոյն էր արել։ Այսպես էր նրա երեկոյան քարոզների ձևը։ Նա շատ դրամատիկ էր և տարբերվում էր ուրիշներից։ Ստեղծարար միտքը եղել է ճնշված եկեղեցիներում, բայց այն կարիք ունի արձակվելու Սուրբ Հոգու ներշնչմամբ։ Դուք չեք կարող ստեղծարար լինել անընդմեջ միայն ձեր շնչի վրա հիմնված, որովհետև այդ միշտ չէ, որ Սուրբ Հոգին կուզենար, բայց եթե գործեք հոգով, ապա այն կգործի։ Կա մեկ ուրիշ պատմություն, որը կցանկանայի պատմել ձեզ։ Ինձ համար սա ամենազարմանալին է։ Նա կազմակերպում է մի հատուկ ժողով Լոս Անջելեսի ոստիկանների համար և խնդրում է նրանց ներկա լինեն։ Նա հագնում է կանացի ոստիկանական զգեստ, նստում մոտոցիկլետի վրա և բեմի վրա սկսում է վարել։ Նա կանգնեցնում է, ցատկում իր մոտոցիկլետից, հանում է գլխարկը և ասում. «Կանգնեք, դուք բոլորդ դժոխք եք գնում»։ Այս ոստիկաններից շատերը ապաշխարում են, վերստին ծնվում և մտնում են Աստծո թագավորության մեջ։ Նա փորձում էր լինել մի փոքր տարբեր սովորական քարոզչական ձևից և այդ ձևով հաղորդակցվել որոշ մարդկանց հետ։ Հոլիվուդից գալիս էին նրա եկեղեցին տեսնելու, թե նա ինչ է անում։ Նրանք գալիս են և փորձում տեսնել նրա վերջին պատկերազարդումները և այն գործածում էին իրենց հոլիվուդյան արտադրությունների մեջ։ Նա նաև առաջին կինն էր, որ քարոզեց ռադիոյով։ Դա առաջին եկեղեցին էր, որն ուներ քրիստոնեական ռադիոկայան Լոս Անջելեսում, որը գործում է մինչև օրս։ Նրա մայրը շատ անգամներ կոնֆլիկտներ էր ունենում իր հետ, ֆինանսական պատճառով։ Երբ դուք հոգու մեջ եք, ապա որոշակի ստրեսներ չեն կարող հասնել քեզ, բայց կբռնեն քո շուրջ եղած մարդկանց, որոնք չունեն նույն կոչումը, որը դու ունես։ Նրա մայրը երբեմն նեղվում էր։ Նրանց տնտեսական կյանքի մեջ կար մի փոքր պրոբլեմ։ Դրա մասին մի գիրք գրվեց հետևյալ վերնագրով. «Պատերազմ Մինի Քենեդի և Էյմի Մակփերսոնի միջև»։ Նա երկու անգամ ամուսնացած և բաժանված էր։ Նրա առաջին ամուսինը մահացել էր, այդպիսով նա ունեցել էր 3 ամուսին։ Նրան մեկ անգամ հարցնում են, թե ինչու է այդպես պատահել, որն էր ամենամեծ գործոնը նրա կյանքում, ինչու ամուսնացավ երկրորդի, հետո երրորդի հետ։ Նա պատասխանել է, որովհետև իմ ամենախորը վերքը դա միայնությունն էր։ Թեպետ շատ մարդիկ են եղել իմ շուրջ բոլորս, բայց ես եղել եմ միայնակ։ Այս շատ իրական է որոշ ծառայողների կյանքում։ Դու որ դիտում ես,
Դու որ նստած ես այդտեղ, միգուցե դու նույնպես միայնակ ես քո ներսում։ Սա էլ հանդիսանում է շատ մարդկանց որոշակի մեղքեր գործելու պատճառը։ Մենք պետք է սովորենք Հիսուսին դարձնել մեր լավագույն ընկերը։ Հիսուս երբեք չի լքի մեզ կամ մոռանա։ Կա մի տեղ Աստծո հետ, որտեղ միայնությունը անհետանում է զիջելով Աստծո հետ ունեցած փոխհարաբերությանը։ Նոր սկիզբ եւ նոր հասկացողություն է պետք ձեզ։ Ես հավատում եմ, որ մարդիկ հասկացան այս ամուսնալուծությունների պատճառը, նրանք կհասկանան նաև քեզ, բայց միևնույն ժամանակ մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի չհայտնվենք միևնույն վիճակում։ Մենք պետք է պաշտպանենք մեր անձերը, որովհետև դևը փորձելու է անել ամեն բան, որպեսզի գտնի որևէ սխալ կամ մեղք ձեր կյանքում, եւ այն տալու է մարդկանց, որպեսզի նրանք քեզ օգնելու փոխարեն տանջեն եւ ցած գլորեն անդամալույս դարձնելով։ Ես ասում եմ, որ նա շատ հակասական անձ էր, չնայած որ ես չեմ հավատում ամեն մի ստի, որոնք ասվել են նրա հասցեին։ Նրա մահը նույնպես լի էր հակասություններով։ Նա մահացավ դեղի բարձր դոզայի ընդունման պատճառով։ Տիկին Մակփերսոնը ուներ արտրիտ, եւ չնայած դրան նա քրտնաջան աշխատում էր, ինչպես դոկտոր Դովը։ Կան մարդիկ, ովքեր աշխատում են մինչև իրենց մարմինների ուժասպառ լինելը։ Իմացեք, որ եթե նրանք շարունակեն անել այդ բանը, ապա այդ կառաջացնի մեծ խնդիրներ։ Անգամ վաղաժամ մահվան պատճառ կարող է հանդիսանալ։ Որոշ մարդիկ մտածում են, եթե այս սոցիալները բժշկել են մարդկանց եւ մեռելներ հարուցանել, ապա ինչու են նրանք այսպես վաղաժամ մահացել։ Այդ կարող է պատահել, որովհետեւ նրանք չեն գործածել առողջ մտածելակերպ։ Ես հավատում եմ, որ որոշ ավետարանիչներ ունեցել են ֆիզիկական հիվանդություններ։ Դրա պատճառը այն է, որ նրանք հոգ չեն տարել իրենց համար։ Նույնը տիկին Մակփերսոնն էր։ Ունենալով ֆիզիկական որոշ խնդիրներ, նա փորձել է դանդաղեցնել ծառայությունը սպասելով Աստծո բժշկությանը։ Իր մահը հակասական է, բայց միևնույն ժամանակ Աստծո ճշմարտությունը ապրում է։ Աշխարհում կան հարյուրավոր միսիոներներ եւ հովիվներ, որոնք ունեն քառանկյուն եկեղեցու ծագում։ Նրանք քարոզում են ավետարանը, բժշկում են մարդկանց եւ աջակցում միսիոներներին։ Այս հարանվանությունը շատ ուժեղ է իր միսիոներական գործունեությամբ։ Նա կառուցեց Աստվածաշնչի դպրոցներ, օգնեց տարբեր համայնքներին աշխարհով մեկ։ Սմիթ Վիգսվորդը ասել է, որ ինքը Սուրբ Հոգու ամենամեծ օծությունը զգացել է այդ եկեղեցում։ Ես պատմություններ եմ լսել, որոնք կատարվել են այդ եկեղեցու ներսում։ Դա եղել է ինչպես օվկիանոսի քամին, որը ներս էր եկել զորությամբ։ Երբեմն եկեղեցու կեսը վայր է ընկել Աստծո զորության ներքո։ Հրաշքները կատարվում էին առանց որևէ մարդկային հպումի։ Նա բժշկության ծառայություն ուներ։ Այսօր կան կանայք, որոնց ճնշել են ասելով. դուք չեք կարող քարոզել, դուք չեք կարող աղոթել հիվանդների համար, բայց ես ուզում եմ շարունակել եւ ասել, ինչպես Աստվածաշունչն է ասում. դուք կարող եք հնազանդվել Աստծո կոչումին։ Հովելի մարգարեության մեջ կարդում ենք. վերջին օրերի մեջ իմ հոգիս կթափեմ իմ ժողովրդի վրա, եւ ձեր աղջիկները կմարգարյանան եւ տեսիլքներ կտեսնեն։ Մենք հասել ենք այդ օրերին եւ նորից կարիք ունենք ընդունելու բժշկարարությունը։ Տիկին Մակփերսոնը գրել է տարբեր գրքեր։ Առաջինը դա սա այդ է գիրքն է, որտեղ նա ներկայացնում է իր կենսագրականն ու ծառայությունը։ Նա հոգեգալստականների մեջ առաջինն էր, որը քարոզելիս գործածում էր կոսմետիկա եւ գրում էր զարդեղեն։ Այդ շատ մարդկանց խելագարության էր հասցնում։ Միայն մեկ բան չէին կարողանում անել՝ դեմ գնալ նրա կատարած հրաշքներին։ Դուք միգուցե քննադատեք ինչ-որ մեկին, բայց երբ չեք կարողանում անել այն, ինչ իրենք են անում, դուք իրավունք չունեք հակառակ խոսելու նրանց դեմ։ Մենք կարիք ունենք հարգելու այն, ինչ նա արել է, ուսումնասիրել նրա արածները եւ սովորել մեր օրերում։ Նա գրել է երկրորդ գիրքը, որը կոչվում է Իմ կյանքի պատմությունը։ Նա գրել է ընդամենը մի քանի գրքեր։ Հույսով եմ կարող եք գտնել եւ կարդալ։
Ուզում եմ մեկ ուրիշ պատմություն էլ պատմել ձեզ, մինչ մենք կավարտենք այս ուսուցումը։ Կար մի մարդ, որի անունը Չարլզ Պրայս էր։ Նա ազդեցիկ քարոզիչ էր։ Վուդրոու Ուիլսոնը ասել է նրա մասին, որ ինքը ամենալավագույն քարոզիչներից մեկն է Ամերիկայում։ Նրա եկեղեցու մարդիկ գնում էին Տիկին Մակփերսոնի եկեղեցին։ Նրա եկեղեցին այդքան էլ հեռու չէր Տիկին Մակփերսոնի եկեղեցուց։ Մարդիկ գնում էին, բժշկվում եւ լցվում էին Սուրբ Հոգով։ Դոկտոր Պրայսը Մակփերսոնին լսում էր ռադիոյով եւ հետո իր եկեղեցում քարոզում էր նրա քարոզածի հակառակը։ Ժողովուրդը շարունակ ասում էր նրան, որ ինքը գնա եւ տեսնի, թե ինչ է կատարվում այնտեղ։ Վերջապես նա գնում է եւ նստում դահլիճի վերջում։ Տիկին Մակփերսոնը միշտ քարոզիչներին նստեցնում էր իրեն մոտ, որտեղ նա նվագում էր եւ հետո երգում։ Տիկին Մակփերսոնը բազմության առջեւ ոտքի է կանգնեցնում դոկտոր Պրայսին եւ խնդրում, որ նա բարձրանա բեմ եւ նստի վերջին մնացած դատարկաթորին, դաշնամուրի մոտ։ Չկարողանալով հրաժարվել, քանի որ իր եկեղեցու անդամները ներկա էին այդտեղ, նա նստում է իրեն առաջարկված տեղը, դաշնամուրի մոտ։ Տիկին Մակփերսոնը ինչպես միշտ սկսում է քարոզել դրամատիկ ձևով։ Հետո գնում է դաշնամուրի մոտ եւ սկսում փառաբանել Աստծուն։ Ժողովուրդը միանում է փառաբանությանը եւ հանկարծակի Աստծո փառքը ներս է գալիս եւ հարվածում դոկտոր Պրայսին։ Դոկտոր Պրայսը հայտնվում է դաշնամուրի տակ բազմության առջև։ Նա լցվեց Սուրբ Հոգով եւ Աստված տվեց նրան բժշկության ծառայություն։ Հաջորդ շաբաթ նա ետ է վերադառնում իր եկեղեցի եւ պատմում իր հետ կատարվածը։ Իր ժողովրդի մեծամասնությունը առաջ է գալիս Սուրբ Հոգուն ընդունելու։ Այդպիսով նա սկսում է իր բժշկության ծառայությունը։ Նա մի գիրք գրեց, որն իսկապես հրաշալի է։ Այն կոչվում է Իրական հավատ։ Այդ մարդը թանկագին էր եւ նրա կյանքը փոխվեց Տիկին Մակփերսոնի միջոցով։ Կային նաեւ ուրիշները։ Ուզում եմ քաջալերել ձեզ։ Երբ դուք խոսքի ծառայության մեջ եք, հնազանդվեք Աստծուն բարձր կոչումի համար։ Հնազանդվիր Աստծուն, երգիր երգեր, քարոզիր, աղոթիր մարդկանց համար, ձեռքերը դիր նրանց վրա, դուրս հանիր դևերին, օրհնիր նրանց քո մեջ եղած ամբողջ օրհնությունով։ Տուր նրանց այն, ինչ քեզ է պատկանում։ Քո պարգևով Աստված պահանջում է, որ նրանց տաս երկնային հացը, պահանջում է, որ դու տաս նրանց թարմ յուղ։ Տուր պատգամ իրենց վիճակին համապատասխան։ Մենք սկսել ենք մի նոր շարժ։ Աստված օրհնի ձեզ։ Ամեն։ This series of lectures on the Healing Evangelist has helped you to grow in your life and ministry. If you'd like more information on the lives of these men and women of God, just write Roberts Lairdon Ministries, P.O. Box 23238, Minneapolis, Minnesota 55423, or call 612-927-4455. Ռոբերտ Լայրդենի ծառայությունը ներկայացնում է բժշկող ավետարանիչները։ Այս ուսուցման ժամանակ մենք կուսումնասիրենք այն զորավոր տղամարդկանց եւ կանանց կյանքը, որոնք եղել են ներգրաված բժշկության ծառայության մեջ։ Թողնավազի ծեր մարգարեի նման, Տեր թողնավազի Եղիայի նման, Հիսուսի անունով Տեր թողնակայլի, նախքան համբարձվել է, Հիսուսն իր վերջին գործով լիարժեք ապահովեց, որ ես եւ դուք երբեք չպարտվենք։ Եթե դուք հավատացյալների այս մեծ մարմինի մի մասնիկն եք, ապա պարտություն չպետք է ունենաք եւ ոչ մի միավոր։ Մատթեոսի գիրքն ասում է.
Ահա ես ձեզ ուղարկում եմ ինչպես ոչխարներ գայլերի մեջ, ուստի օձերի պես խորագետ եղեք եւ աղավնիների պես միամիտ։ Եվ երբ կգնաք, քարոզեցեք եւ ասացեք, թե երկնքի արքայությունը մոտեցել է։ Բժշկեցեք հիվանդներին, մաքրեցեք բորոտներին, հարություն տվեք մեռելներին եւ դևեր հանեցեք։ Ձրի ստացել եք, ձրի տվեք։ Մենք աղոթում եւ հավատում ենք, որ այս ուսուցումների շնորհիվ դուք կաճեք ձեր կյանքի եւ ծառայության մեջ։ Եվ ահա ձեր հյուրը Ռոբերտ Լայրդենը։ Բարի գալուս մեր ուսուցմանը։ Այսօր մենք խոսելու ենք մի մարդու մասին, որի անունն է Չարլզ Փարհամ։ Այսօրվա բոլոր շարժումների արմատները ինչպիսին են՝ հոգեգալստական, ամբողջ ավետարանական, հավատքի խոսքի, խարիզմատիկ, ուղղակի կապ ունեն այս մարդու կյանքի եւ ծառայության հետ։ Մենք խոսելու ենք դարասկզբի շարժման մասին, որը նման է Գործք առաքելոց 2-րդ գլխում նկարագրվածին։ Մենք տեսնելու ենք, թե ինչպես նրանք առաջ տարան այդ շարժը եւ ինչ դժվարությունների միջով անցան եւ ինչպես պետք է մենք վարվենք այսօր։ Այսօր մենք եկեղեցիներում կարող ենք ունենալ 5-ից մինչև 10,000 մարդ, որոնք առանց որևէ հալածանքի եւ խնդրի ոտքի կանգնած կարող են լեզուներով աղոթել եւ փառաբանել Աստծուն, բայց այս մարդիկ իրենց ժամանակ ունեցան մեծ դժվարություններ։ Չարլզ Փարհամը ունեցել է հիվանդ մանկություն։ Նա ծնվել է 1873 թվականին, հունիսի 4-ին։ Նա իր ծնված օրվանից հիվանդ է եղել։ Ես մի բան եմ հայտնաբերել, որը ուզում եմ ասել այստեղ։ Դևը միշտ փորձել է բերել հիվանդություններ այս մեծ ավետարանիչների կյանքում, վիրավորելու եւ սպանելու նրանց։ Անգամ իրենց մոր որովայնում եղած ժամանակ։ Նույնը տեսնում ենք Մովսեսի կյանքում։ Նրանք փորձեցին սպանել Մովսեսին, նույնը Հիսուսի հետ, երբ Հերովդեսը փորձեց սպանել բոլոր երեխաներին։ Դևը գիտի երբ է ծնվում գեներալ կամ մեծ մարդ։ Սրա համար է, որ ծնողները պետք է զգույշ լինեն իրենց երեխաների համար։ Ձեր ապրած կյանքը ավելի կքարոզի ձեր երեխաներին, քան ձեր խոսքը։ Եղբայր Փարհամի հիվանդ լինելը արգելք չհանդիսացավ իր նվիրման Աստծուն։ Նա հնազանդվեց Աստծուն եւ սկսեց իր ծառայությունը 15 տարեկան հասակում, մեթոդիստ եկեղեցում։ Այս մարդկանցից շատերը սկսել են իրենց վաղ հասակից եւ ընդունակ են եղել դիմանալու հալածանքներին, որովհետեւ երբ երիտասարդ եք, դուք կանցնեք հալածանքների միջով, որը կամրացնի ձեր հավատքը։ Եթե կարողանաք գոյատևել ձեր երիտասարդ հասակում, ապա հետագայում ձեզ ոչինչ չի լինի։ Շատ կարեւոր է, թե ինչպես եք տանում այդ ամենը ձեր վաղ հասակում։ If you can survive the early days of persecution, then the latter days won't bug you at all. It's according to how you take it in the early days, it's important. And then Եղբայր Փարհամը նաև ներգրավվեց բժշկության ծառայության մեջ։ Նրա որդին շատ հիվանդ էր։ Աստված խոսեց նրա հետ բժշկության մասին ասելով. «Ինչ ես կարծում, կարող եմ քեզ բժշկել»։ Այնուհետև նա աղոթում է իր որդու եւ իր համար, եւ նրանք երկուսն էլ բժշկվում են։ Դրանից հետո եղբայր Փարհամը գնում է Ջոն Ալեքսանդր Դովի մոտ Սիոն, որի մասին մենք խոսել ենք։ Նա գնաց նաև մեկ ուրիշ մարդու մոտ, որի անունն է Սանդֆորդ, խոսելու նրա հետ եւ իմանալու թե ինչպես էր նա աղոթում հիվանդների համար։ Հետո նա վերադարձավ Կանզաս եւ բացեց բժշկության տուն, անվանելով այն Բեթելի տուն։ Նա հրավիրում էր այդտեղ բոլոր հիվանդներին, աղոթում ու ծառայում էր նրանց համար։ Բժշկության տները եղել են դեռևս Դովի օրերից առաջ։ Դովը ուներ բժշկության տուն, որտեղ բերում էին մարդկանց եւ աղոթում նրանց համար։ Եղբայր Փարհամը կրկնեց նույն բանը։ Երբ հիվանդները գալիս էին այդտեղ, նա ասում էր նրանց, որ դեղը թողնեն դրսում, թույլ չէր տալիս ներս բերեին։ Նա չէր հավատում դեղորայքներին։ Նա ասում էր. Աստված է բժշկելու քեզ։ Գիտեմ որոշ ծառայողների, որոնք քննադատվել են, երբ նրանք ասել են. դու բժշկված ես։ Հետո այդ անձը չի գործածել դեղորայք ու մահացել է։ Այստեղ շատ պատճառներ կան, բայց ես կցանկանայի ասել Կատրին Կուլմանի եւ շատ մարդկանց պես. գնացեք ձեր բժշկի մոտ, թող նրանք հաստատեն ձեր բժշկությունը։ Միգուցե բժիշկներն ասեն. մենք չգիտենք, թե ինչ է կատարվել, բայց դուք գիտեք, որ Աստված բժշկել է ձեզ։ Եղբայր Փարհամը բժշկության համար հավատում էր միայն աղոթելուն։ Վաղեմի հոգեգալստականները չէին հավատում բժիշկներին։ Հիմա էլ դեռ կան ոմանք, որ եթե իմանան, որ դուք գնում եք բժշկի, ապա նրանք կզայրանան ձեր վրա եւ կասեն, որ դա ճիշտ չէ։ Աստված կարող է գործածել նաեւ բժիշկներին,
ինչպես գործածում է աղոթողին։ Կարծում եմ, որ Աստված գործածում է բժիշկներին պահելու ձեզ կենդանի մինչև ձեր հավատքը կզորանա։ Բժիշկները չպետք է լինեն ձեր մշտական աղբյուրը։ Հիսուս ամենամեծ բժիշկն է, քո գլխավոր աղբյուրը։ Թույլ տվեք ձեր հավատքը աճի մինչև այդտեղ։ Հետո նա հաստատեց Աստվածաշնչի դպրոց։ Այս ժամանակ էր, երբ իրական ծառայությունը սկսվեց։ Աստվածաշնչի դպրոցը, որը նա սկսեց, դա Կանզասի Թոպիկա քաղաքում էր։ Նա ասում էր Աստվածաշնչի դպրոցի իր ուսանողներին, որ աղոթեն։ Նրանք աղոթքի աշտարակ ունեին։ Մենք ձեզ նկարացույց կտանք։ Դպրոցում սկսվեց Սուրբ Հոգու հեղեղը։ Դպրոցում կար մի բարձր տեղ, որտեղ ուսանողները աղոթք էին անում։ Կար մեկը, որ աղոթում էր ժամերով, 24 ժամ օրվա մեջ։ Ինչ որ մեկը խնդրում էր, որ Աստված ուղարկի թարմ յուղ եւ արթնություն։ Ասեմ, թե ինչպես էր եղբայր Փարհամը դիմում նրանց, ովքեր կընտրեին սովորել դպրոցում։ Նա հայտարարություն էր գրում թերթերում, ասելով. Նրանք, ովքեր ուզում են գալ եւ ուսանել Աստծո խոսքը, եկեք առանց որևէ վճարման։ Մենք հավատում ենք, որ Աստված հոգ կտանի ձեր դպրոցի եւ բոլորի նկատմամբ։ Այդպիսով դպրոցի ուսանողները եկան։ Ես կարծում եմ, որ դա հավատքի մեծ գործողություն էր։ Եղբայր Փարհամի ամենամեծ ընդունակություններից մեկը նա էր, որ նա հավատում էր Աստծուն։ Նա չէր հավատում զոհաբերություններ հավաքելուն։ Նա ուղղակի հավատում էր, որ փողը կհայտնվի։ Այսօր մենք վերցնում ենք շատ զոհաբերություններ, որը լավ է, բայց ուզում եմ մի կետ նշել, որ եղբայր Փարհամը չէր հավատում շատ զոհաբերություններ վերցնելուն։ Նա պարզապես վստահում էր Աստծուն։ Կարծում եմ, որ եթե նա կենդանի լիներ, կբարկանար այս օրերին կատարվող շատ բաների վրա։ Ես կբարկանայի նույնպես։ Ես շփոթված եմ որոշ բաներից, որովհետև դրանք սխալ են ներկայացված։ Շատ մարդիկ սխալ են ուսուցանում զոհաբերության մասին, որով եւ վիրավորում են զոհաբերողներին։ Այս ճանապարհով նա բերում է Աստվածաշնչի դպրոցի ուսանողներին։ Նա ցույց է տալիս իր ուսանողներին գործ կարաքելոց երկրորդ գլուխը եւ հետո խնդրում, որ աղոթեն, տեսնելու թե արդյոք Սուրբ Հոգով մկրտությունը իրական է մեր օրերի համար։ Այդպես նրանք շարունակեցին եւ հետո տարվա վերջում նա գնաց Կանզաս քարոզելու։ Նա վերադարձավ եւ հայտնաբերեց, որ իր ուսանողները դեռ աղոթում ու խնդրում էին Աստծուն Սուրբ Հոգու մկրտության համար։ Նա կանչում է բոլոր ուսանողներին եւ հարցնում. արդյոք նրանք հավատում են, որ այսօր լեզուներով խոսելը իրական է մեզ համար։ Բոլոր ուսանողներն ասում են, մենք հավատում ենք լեզուներով խոսելուն, այդ իրական է նաև մեր օրերի համար եւ մենք պետք է խոսենք։ Եթե մենք ընդունենք Սուրբ Հոգու մկրտությունը, ապա այդ ժամանակ լեզուները կհայտնվեն։ Նա մտածում է, որ դա հետաքրքիր է, հետո գնում եւ սկսում է ուսումնասիրել։ Նրանք սկսում են աղոթել, որ Աստված ուղարկի Սուրբ Հոգու մկրտությունը։ Դեպքից մի քանի ամիս առաջ մի մարդ, որը աղոթում էր այդ աշտարակի մեջ, տեսնում է մի մեծ տեսիլք։ Նա տեսնում է մի մեծ լիճ դպրոցի վրա։ Լճի մեջ եղած ջուրը բավարար էր բոլոր նրանց համար, ովքեր ուզում էին ջրից, եւ կմնար նաեւ նրանց համար, ովքեր չէին ուզում։ Նրա տեսիլքը գրեթե կատարվեց 1900-ական թվականներին, հունվարի 1-ին ուսանողները լցվեցին Սուրբ Հոգով։ Պատմության մեջ միշտ եղել են մարդիկ, ովքեր խոսել են լեզուներով, բայց երբեք այդպես չի եղել, ինչպես եղել է Կանզասի Թոպիկա քաղաքում։ Նրանք սկսեցին աղոթել Սուրբ Հոգու համար։ Միկին գնում է եղբայր Փարհամի մոտ եւ ասում է. Եղբայր Փարհամ, մարդիկ ձեռք էին դնում մարդկանց վրա, որ Սուրբ Հոգին առնեն։ Ես էլ եմ ուզում, որ ձեռք դնեն իմ վրա, որ ստանամ։ Եղբայր Փարհամը գրեց իր ամսագրում. Ես մի փոքր նյարդայնացած էի, որովհետև ես երբեք չեմ ստացել Սուրբ Հոգին, ես չեմ խոսել լեզուներով, բայց ես տեսա այդ թանկագին կնոջ անկեղծ ցանկությունը եւ Սուրբ Հոգով լեցվելու համար ես ձեռք դրեցի նրա վրա եւ աղոթեցի։ Հետո ետ քաշվեցի եւ հանկարծակի մեծ լույս դուրս եկավ երկնքից ու հարվածեց նրան։ Եվ նա սկսեց խոսել այլ լեզուներով եւ բոլորը զարմացած էին։ Այդ շարունակվեց նաեւ հաջորդ օրը։ Սենյակում տղաները սկսեցին լցվել Սուրբ Հոգով։ Փարհամը ինքը լցվեց Սուրբ Հոգով եւ սկսեց խոսել այլ լեզուներով։ Այստեղ կան հետաքրքիր բաներ Աստծո շարժի մասին։ Երբ նրանք սկսեցին խոսել այլ լեզուներով, նրանք խոսում էին երկնային լեզվով։
հոգու լեզվով, բայց նրանց տրվել էր նաև երկրային լեզու։ Այս կինը, որը առաջինն էր մկրտվել Սուրբ Հոգով, նա խոսում էր չինական 20 տարբեր դիալեկտներով, որը հաստատվեց համապատասխան մարմինների կողմից։ Միացյալ Նահանգների պաշտոնյաները եկան ստուգելու այդ ֆենոմենը եւ սկսեցին հարցուփորձ անել։ Նրանք բերեցին լեզվաբաններ, որպեսզի կարողանան հասկանալ, թե ինչ էր ասվում, եւ հայտնաբերում են, որ այդ կինը խոսում է 20 տարբեր չինական դիալեկտներով։ Դրանից բացի նա կարողանում էր գրել չիներեն։ Ես հավատում եմ, որ այսօր էլ կարիք ունենք այդ ընդունելու եւ այդ մասին խոսելու։ Այսպիսի շատ բաներ տեղի ունեցան եղբայր Փարհամի ծառայության ժամանակ։ Նա անգամ քարոզում էր, որ եթե դուք մկրտվել եք Սուրբ Հոգով, կարիք չունեք անհանգստանալու, լեզու իմանալու կամ լեզուների դպրոց գնալու։ Աստված կտա ձեզ, երբ դուք հասնեք այդտեղ։ Ես հավատում եմ, եթե մենք ունենանք այդպիսի հավատք, մենք կարող ենք խոսել ուրիշ լեզուներով եւ քարոզել մարդկանց ճիշտ այն լեզվով, որտեղ որ կգտնվենք։ We could speak a better language and preach Christ a little bit better in those languages where we go to those nations. Then the Bible says Աստվածաշնչի դպրոցը փակվեց եւ նրանք տեղափոխվեցին Հյուսթոն, Տեխաս։ Այդ շենքի սեփականատերը եղբայր Փարհամին ասաց, որ թողնեն շենքը եւ հեռանան։ Եղբայր Փարհամը ասաց այդ մարդուն, որ եթե իրենք հեռանան, ապա այդ շենքը կայրվի։ Այդպես էլ եղավ։ Հոգեգալստի պատմությունը հարվածեց թերթերին։ Թոփիկ արտնությունը, Հյուսթոն արտնությունը։ Հիշում եմ, կարդում էի մի գիրք նրա մասին։ Նա գրել է այդ, երբ թոփիկ արտնությունը վերեր կապրեց։ Թերթեր վաճառող տղաները թերթերը իրենց ձեռքներին վազում էին փողոցներով եւ բղավում. Հոգեգալուստ, հոգեգալուստ։ Նա գնաց Հյուսթոն, Տեխաս եւ բացեց Աստվածաշնչի դպրոց։ Մի սևամորթ եկավ այդտեղ ուսանողների հետ, որը կույր էր մի աչքից։ Նրա անունն էր Վիլյամ Սեյմոր։ Նրան թույլատրել էին լինելու լսարանում։ Այդ օրերին կար մեծ խտրականություն սևերի եւ սպիտակների միջև։ Նրանք բաժանված էին իրարից, որը մեծ մոլորություն էր այդ օրերին։ Այդպիսով նրանք դռները բաց էին թողնում, որպեսզի եղբայր Սեյմորը կարողանար լսել։ Եղբայր Սեյմորը մի մարդ էր, որին Աստված գործածեց Փարհամի ծառայությունից դուրս ունենալու Ասուզա փողոցի արտնությունը, որը սկսվեց Կալիֆոռնիայից։ Եղբայր Փարհամը ճանապարհորդող էր եւ շատ է հալածվել։ Ուզում եմ կանգ առնել այստեղ եւ խոսել հալածանքի մասին։ Իմ անցյալը, որը ես ժառանգել եմ, գալիս է պենտեկոստեական շարժումից։ Իմ տատիկը ապաշխարել 17 տարեկան հասակում Օհիոյում։ Այդ ժամանակ նրա հովիվը ընդունել էր պենտեկոստեական շարժումը եւ Սուրբ Հոգով մկրտությունը։ Որոշ մարդիկ Ասուսա փողոցից գալիս եւ քարոզում էին այդ եկեղեցում եւ նրանք մկրտվում էին Սուրբ Հոգով։ Այդ ժամանակ աղոթքը մեծ դեր էր ներկայացնում։ Անցյալում նրանք դժվարություններ են ունեցել կապված Սուրբ Հոգու մկրտության հետ, բայց այսօր մենք ընդունում ենք այն ինչպես փրկությունը։ Տատիկս պատմում էր, թե ինչպես էին մարդիկ հալածում իրենց հոգեգալստականներին։ Եթե մարդիկ իմանային, որ դուք հոգեգալստական եք եւ խոսում եք լեզուներով, սկսում էին հալածել։ Եթե նկատային ձեզ փողոցի մի կողմում, դուք պետք է խուսափեիք նրանց հետ հանդիպելուց։ Մարդիկ մտածել են, որ նրանք հիվանդ են կամ էլ տարօրինակ։ Շատ հարանվանություններ կարծել են, որ նրանք դևեր են ունեցել։ Չնայած ոմանք էլ մինչև այսօր շարունակում են ասել նույն բանը, առանց մտածելու, որ դա սխալ է։ Այսօր Սուրբ Հոգու մկրտության լույսը փոխանցվել է շատ հարանվանությունների, եւ նրանք ընդունում են Սուրբ Հոգու մկրտությունը, որը արտահայտվում է լեզուներ խոսելով։ Բոլոր բժշկող ավետարանիչները, որոնց մենք ուսումնասիրել ենք այս բաժիններում, բացի դոկտոր Դովից խոսել են լեզուներով։ Հնարավոր է, որ նայել է խոսել, բայց մենք չունենք որևէ վկայություն։ Չարլզ Ֆենին, որը մեծ ավետարանիչն էր, նա այդ կոչում էր այլ լեզուներ։ Ջոն Վեսլին խոսում էր լեզվի մասին ասելով, որ դա չի գալիս մարդկային մտքից կամ բանականությունից։ Չարլզ Սպերջենը եւ Մուդին նույնպես խոսել են այդ մասին։ Այդպիսով որոշ հարանվանություններ, որոնք անգամ չէին ուզում լսել այդ մասին, այնուամենայնիվ նրանք գրում էին իրենց գրություններում։ Նրանք չգիտեին ինչպես այդ կոչել, լեզուներ, թե Սուրբ Հոգու մկրտություն, բայց այդ կար եւ այսօր էլ այն իրական է քեզ համար։ Դուք որ լսում եք ինձ, նա ով տալիս է Քրիստոսի անունը, պետք է կամենա ընդունել Սուրբ Հոգու պարգևը եւ թույլ տա, որ Սուրբ Հոգին գործածի իր լեզուն, խոսելու համարձակ, ուժեղ եւ իշխանությամբ։
Հուդայի 20 համարում ասում է. եթե աղոթեք հոգով, դուք շինում եք ձեր ներքին մարդը, դուք զորանում եւ իշխանություն եք ձեռք բերում։ Դուք պետք է աղոթեք համարձակ եւ իշխանությամբ։ Որքան որ աղոթում եք ձեր մայրենին լեզվով, այնքան էլ աղոթեք լեզուներով։ Ես հավատում եմ, որ լեզուներով աղոթելը ամենամեծ երևույթն էր, որը տեղի ունեցավ մեր դարասկզբում, եւ մենք կարող ենք լցվել Սուրբ Հոգով։ Գործ առաքելոցում գրված է. դուք վերից զորություն կառնեք ծառայելու համար։ Եվ այդ ծառայության մասն է կազմում հիվանդներին բժշկելը, փրկելը եւ դևերին հանելը։ Ինչու ոմանք զորություն չունեն օգնելու կարիքավոր մարդկանց, որովհետեւ նրանք չունեն Սուրբ Հոգու լեցունությունը։ Հոգեգալստականներին հետաքրքիր ձևով էին հալածում։ Եղբայր Փարամին հալածելուց մարդիկ ձու կամ լոլիկ էին շպրտում նրա վրա, կտրում էին նրա վրանը եւ փախչում, փորձում էին ձերբակալել եւ փակել նրա բերանը, բայց ամեն անգամ, երբ մարդիկ փորձում էին տապալել նրան, ավելի մեծ բաներ էր կատարվում։ Առաջին մեծ հոգեգալստական արթնությունը սկսվեց Եղբայր Փարհամով Կանզասում։ Կանզասը այդ օրերին մի փոքր տարածք էր, եւ դա առաջին անգամ էր, որ մարդիկ եկել էին այդտեղ ընդունելու բժշկություն, փրկություն եւ Սուրբ Հոգու մկրտություն։ Մինչեւ այսօր էլ կան մարդիկ, ովքեր հավատում են փրկությանը եւ ընդունում լեզուներով խոսելը։ Այս ամենը հիշեցնում է Գործ առաքելոցը։ Մեր դարաշրջանի եկեղեցու պատմության մեջ այդ ետ է գնում մինչեւ Եղբայր Փարհամը, որը համարձակ եղավ ասելու, որ Սուրբ Հոգու մկրտությունը այսօր մեզ համար է։ Ամեն ոք, որ Հիսուսին Տեր է կոչում, պետք է լցվի Սուրբ Հոգով եւ խոսի այլ լեզուներով։ Փարամը անցավ մեծ դժվարություններով։ Տեխասում մի պատմություն կա իր մասին, որտեղ մեղադրել են նրան որպես հոմոսեքսուալիստ։ Այսպիսի մեղադրանքներն այսօր նորություններ չեն։ Դևը միշտ փորձում է մարել եւ խայտառակել Աստծո մարդկանց, որպեսզի մարդիկ չլսեն նրանց։ Սրա համար է, որ պետք է աղոթենք, կապենք դևին եւ հակառակ կանգնենք նրա արածներին։ Դևի հետ պատերազմելու համար օգտագործեք ձեր մեջ եղած Սուրբ Հոգու պարգևը։ Աղոթեք այլ լեզուներով, աղոթեք համարձակ եւ իշխանությամբ։ Հանդարտ աղոթները միշտ չէ որ կարող են արդյունք տալ, բայց համարձակ աղոթները կարող են անել ավելին։ Հակոբոս 5:16-ն ասում է, որ արդարի ջերմեռանդ աղոթքը շատ զորավոր է։ Ինչ է նշանակում ջերմեռանդ։ Այդ նշանակում է, որ քո շունչը, մարմինը եւ միտքը աղոթում են արդյունավետ ձևով։ Մենք պետք է սովորեցնենք մեր երեխաներին եկեղեցում լեզուներով համարձակ աղոթել։ Մի ամաչիր Սուրբ Հոգով աղոթելուց, հակառակը եղիր համարձակ գործածելու լեզուները։ Եղբայր Փարհամը շատ քրտնաջան էր աշխատում Տիրոջ համար։ Եվ երբ նա մահանում էր, իր ընտանիքի անդամներին ասաց. եթե ես նորից սկսեմ, կանեմ նույնը։ Եղբայր Փարհամը հալածվում էր, նրա հետ հալածվում էր նաև իր ողջ ընտանիքը։ Նրանք, ովքեր կանգնած էին իր հետ, բոլորը հալածանքի մեջ էին ընկած, եւ իր կյանքի վերջին օրը նա կարող էր կանգնել եւ ասել. եթե ես նորից սկսեմ, կանեմ նույնը։ Քանիսս կարող ենք մեր կյանքի վերջում ընդունակ լինել ասելու այսպես. եթե անցնեիր բոլոր տեսակի հալածանքների, տանջանքների միջով, կարող էիր նորից գործել։ Այսօր մի կոչ կա սիրել Աստծուն, լինել ուժեղ եւ բարեսիրտ հաճեցնելու երկինքը։ Դուք պետք է ունենաք այս ասելու ձեր կյանքի վերջում. ես կսկսեմ նորից։ Ուզում եմ նորից կրկնել, որովհետև հաջորդ դասին խոսելու ենք Ասուսա փողոցի մասին։ Եղբայր Փարհամը գնաց Ասուսա փողոց եղբայր Սեյմրի խնդրանքով։ Երբ գնաց Ասուսա փողոց, ժողովուրդը նրան կոչում էր Պենտեկոստեի հայր։ Եղբայր Փարհամը գնաց եղբայր Սեյմրի մոտ եւ այդտեղ տեսավ հիպնոտիզորների եւ հոգեհարցուկների։ Նա ասաց եղբայր Սեյմրին, որ թույլատրի ուղղելու այդ ամենը, բայց եղբայր Սեյմրը չհամաձայնվեց դրան։ Դրանից հետո նրանք փակում են եկեղեցու դռները նրա առջև եւ ասում նրան. մենք չենք ուզում, որ դու ետ վերադառնաս։ Դրանից հետո Ասուսա փողոցի արթնությունը մարեց։
Ես հնարավորություն եմ ունեցել ժամանակ անցկացնել եղբայր Փարհամի հարսի Պաուլին Փարհամի հետ, որը ուսուցումներ էր տալիս Քրիստոսը ազգերի համար կազմակերպությանը։ Շատ թանկագին կին էր։ Ես հարցրի իրեն, թե ինչու Ասուսափողոցի արթնությունը մահացավ եւ ինչ կարծիքի էր եղբայր Փարհամը այդ մասին։ Նա պատասխանեց. դա կախարդության մուտք գործելն էր այդտեղ։ Երբ կա Աստծո շարժը, երբ հոգու հայտնություններ կան, դևերը միշտ այդտեղ են հոտին բռնելու եւ շեղելու նրանց։ Մենք որպես ծառայող չպետք է վախենանք անելու այն, ինչը շիտակ է։ Պետք է լինել ընդունակ քանդելու, կանգնեցնելու, աղոթք անելու եւ մի կողմ հրելու այն, ինչը դևերը փորձում են անել ձեր եւ հոտի հետ։ Աստված այսօր նորից վերականգնել է Սուրբ Հոգու մկրտությունը, ծառայության զորությունը։ Չեմ ուզում, որ դուք կորցնեք կարողությունը, ուժեղությունը, ուրախությունը կամ Սուրբ Հոգով աղոթելը։ Պողոսն ասում է Եփեսացիների մեջ. լցվեք Սուրբ Հոգով, խոսելով սաղմոսներ եւ երգեք հոգեվոր երգեր։ Ձեր սրտում երգեցեք Տիրոջը։ Դուք այդ կարող եք անել մայրենի լեզվով, միևնույն ժամանակ հոգով։ Գործածեք ձեր աղոթքի լեզուն։ Ուզում եմ ցնցել մարդկանց, որ գործածեն իրենց աղոթքի լեզուն։ Դևերը այլևս չեն ուզում, որ դուք աղոթեք։ Նա կապել է որոշ մարդկանց միտքը եւ նրանք մտածում են, որ մեկ անգամ խոսել են լեզուներով, առել են Սուրբ Հոգին, այլևս կարիք չկա խոսելու։ Հովարդ Քարտերը, որը Assembly of God կազմակերպության ուսուցիչներից մեկն է ասել է. Սուրբ Հոգուն կարելի է զգալ խոսելով լեզուներով։ Դա մեկ անգամ արվելիք բան չէ, դա շարունակական կառուցողական փորձառություն է, ունենալով հայտնություն եւ հաղորդակցություն։ Դուք կասեք, որ ես կարող եմ հաղորդակցվել իմ մայրենի լեզվով, բայց Պողոսն ասում է առաջի Կորինթացիներում. երբ խոսում եք օտար լեզուներով, ձեր միտքը մնում է անպտուղ, բայց ձեր ներքին մարդը հասկանում է այդ։ Դա հոգեվոր հաղորդակցություն է։ Պետք է խոսել լեզուներով, պատերազմել դևերի դեմ, քայլել հոգով եւ ունենալ Սուրբ Հոգու վկայությունը մեր սրտերում։ Մենք պետք է աղոթենք Սուրբ Հոգով եւ շարժվենք լեզուների աղոթքի զորությամբ։ We've got to pray again in the Holy Spirit. We've got to move again in the power of the prayer language. God's brought it to us and it's not going to fade away. I know one denominational Կար մի մարդ, որը պենտեկոստալ շարժման մեջ չէր։ Նա ասում էր. լեզուներ խոսողները ավելի շատ սկանդալներ եւ հակասություններ են ունեցել եւ ավելի շատ ծառայողներ են անկում ապրել։ Համենայն դեպս, երբ մեր ծառայողներն են անկում ապրում, այդքան ուշադրություն չի գրավում։ Ինչու՞, որովհետև դերը ուզում են մարդու անկմամբ եւ շեղվածությամբ կարողանան խեղդել ճիշտ հոգեվոր գործունեությունը։ Եկեղեցին դա մի հասարակական գործունեություն չի, դա հոգևոր օրգանիզմ է երկրի վրա, որը պետք է կենդանի լինի ամեն մեկի սրտում։ Մենք պետք է կենդանանանք։ Մեր աղոթքի լեզուն կարևոր է։ Որքան շատ աղոթեք լեզուներով, այնքան լավ կլինեք։ Որքան քայլեք հոգով, որքան աղոթեք օտար լեզուներով, այնքան լավ է ձեր ծառայության եւ կյանքի համար։ I know that may make some people a little bit upset, but that's just the way it is. Ինչպես է կառուցում ձեր ներքին մարդը։ Այս մարդկանցից ոմանք ընկան մեղքի եւ սխալների մեջ, որովհետեւ նրանք չէին կառուցում իրենց ներքին մարդը։ Ներքին մարդուն կառուցելու մի մասը դա Սուրբ Հոգով աղոթելն ու Սուրբ Գիրք կարդալն է։ Մի աղոթեք մեղմ ձայնով, աղոթեք համարձակ եւ իշխանությամբ։ Պատերազմեք հոգով։ Ես կատակով ասել եմ, եւ դա կարծում եմ ճշմարիտ է։ Ես ավելի շատ եմ խոսում լեզուներով, քան անգլերեն։ Լեզուներով աղոթելու ժամանակ այնինչ հոգին ունի կհայտնվի ձեզ։ I've jokingly said, and it's a true effect from my life, that I speak in tongues more than I speak in English. Եղբայր Փարհամը իր ամբողջ կյանքը գործածեց քարոզելու Սուրբ Հոգու մկրտության մասին։ Արժե քննել նրա կյանքը եւ ծառայությունը տեսնելու թե ինչերով նա անցավ Սուրբ Հոգու մկրտության համար։ Ես հավատում եմ, որ հաջորդ շարժման ժամանակ այս ավելի արագ է տարածվելու։ Սուրբ Հոգով լեցված մարդկանց թիվը շատանալու է։ Այդ լինելու է Պենտեկոստեի օրվա նման, որը ներս է գալու հզոր քամու պես։ Մի քանի օր առաջ ես մկրտական եկեղեցում էի։ Ես ոչինչ չունեմ,
Եվ չեմ ուզում որևէ բան անել վիրավորելու նրանց, ուզում եմ օրհնել նրանց։ Ես ասացի Հովվին, որ ես պենտեկոստեական հիմք ունեմ։ Նա ասաց. մենք հասկանում ենք, գիտենք թե որտեղից եք եկել, ուղղակի ազատ եղեք։ Այդպիսով ես խոստացա, որ ոչ մի բան նպատակային չեմ անի նրանց պրոպագանդելու համար։ Կան մարդիկ, ովքեր փորձում են ագիտացիա անել, դա ճիշտ չի։ Դա չի օգնի։ Բայց եթե ուզում եք օգնել նրանց, այդ կօգնի։ Տերը հպվեց ինձ եւ ասաց. ես ուզում եմ, որ մարգարյանաս, ես ուզում եմ խոսես լեզուներով ու թարգմանես։ Ես ասացի, Տեր, մենք մկրտական եկեղեցում ենք։ Նա ասաց. արա։ Այդպիսով սկսեցի Սուրբ Հոգով խոսել։ Ծառայության վերջում ես ասացի. նրանք, ովքեր ուզում են լցվել Սուրբ Հոգով, հենց հիմա առաջ կան։ Հարյուրավոր մարդիկ առաջ եկան, եւ երբ առաջ եկան, Տիրոջ քամին եկավ, նրանք լցվեցին Հոգով։ Ես ուղարկեցի նրանց աղոթքի սենյակ խորհրդատուների մոտ։ Ես տեղյակ չէի, թե նրանք ինչ կանեն նրանց հետ, բայց ասացի, որ շարունակեք խոսել լեզուներով։ Տերն ասաց, որ մեկ անգամ եւս մկրտության կոչ անեմ։ Ասացի, Տեր, մենք մեկ անգամ արդեն արել ենք։ Նա ասաց. արա մեկ անգամ եւս, այդտեղ էլի մարդիկ կան։ Այդպիսով ես Սուրբ Հոգու մկրտության երկրորդ կոչ արեցի։ 50-ից ավելի մարդիկ առաջ եկան։ Այդ առաջին երեկոյին 150 հոգի ընդունեցին Սուրբ Հոգու մկրտությունը մկրտական եկեղեցում։ Նրանք ոգևորված էին, նրանք պատրաստ էին թավալվելու։ Երբ հեռանում էինք եկեղեցուց, մենք կանգնեցինք լուսամփոփի մոտ։ Մեր կողքին մի մեքենա կանգնեց, որի մեջ երիտասարդներ էին նստած։ Նրանք իջեցրեցին իրենց պատուհանները եւ ասացին. իջեցրեք ձերը նույնպես։ Ես իջեցրեցի, նրանք բոլորը նայում էին ինձ եւ սկսեցին խոսել լեզուներով եւ հետո աղոթեցին ինձ համար։ Երբ երիտասարդները լցվում են հոգով, նրանք զորություն են ձեռք բերում։ Մի ամաչեք դրանից։ Նրանք համարձակ կդառնան։ Արդյոք ամոթը կփրկի քեզ։ Մենք պետք է համարձակ լինենք այս բանում։ Որքան համարձակ եղանք, այնքան ավելի մեծ կլինի աշխարհը։ Որքան համարձակ եղանք Սուրբ Հոգով, այնքան մեծ է լինելու նշանները եւ հրաշքները։ Այսպիսով մի ամաչիր մկրտվել Սուրբ Հոգով։ Գործիր եւ լցվիր։ Ձեր երեխաները ավելի շուտ պետք է խոսեն լեզուներով, քան մայրական լեզվով։ Հիշում եմ, փոքր հասակիցս խոսում էի լեզուներով։ Ուրախ եմ, որ այդ կերպ եմ մեծացել։ Եթե այդպես եք մեծացնում ձեր երեխաներին, նրանք ուժեղ կլինեն։ Նրանք չեն շեղվի ճիշտ ճանապարհից։ Սուրբ Հոգին ապրելով մեր մեջ կօգնի մեզ առաջ գնալ ուղիղ եւ ուժեղ։ Սուրբ Հոգու մկրտությունը այսօր քեզ համար է։ Կապ չունի, որ հարանվանությունից ես։ Այսպիսով, լցվիր Սուրբ Հոգով եւ վայելիր նրա զորությունը։ Աստված օրհնի ձեզ։ We believe that this series of lectures Ռոբերտ Լայդենի ծառայությունը ներկայացնում է բժշկող ավետարանիչները։ Այս ուսուցման ժամանակ մենք կուսումնասիրենք այն զորավոր տղամարդկանց եւ կանանց կյանքը, որոնք եղել են ներգրաված բժշկության ծառայության մեջ։ Թող նվազի ձեր մարգարեի նման, Տեր, թող նվազի Եղիայի նման, Հիսուսի անունով, Տեր, թող նա քայլի։ Նախքան համբարձվելը Հիսուս իր վերջին գործով լիարժեք ապահովեց, որ ես եւ դուք երբեք չպարտվենք։ Եթե դուք հավատացյալների այս մեծ մարմնի մի մասնիկն եք, ապա ապարտություն չպետք է ունենաք եւ ոչ մի միավոր։ Մատթեոսի գիրքն ասում է. ահա ես ձեզ ուղարկում եմ ինչպես ոչխարներ գայլերի մեջ, ուստի օձերի պես խորագետ եղեք եւ աղավնիների պես միամիտ։ Եվ երբ կգնաք, քարոզեցեք եւ ասացեք, թե երկնքի արքայությունը մոտեցել է։ Բժշկեցեք հիվանդներին, մաքրեցեք բորոտներին, հարություն տվեք մեռելներին եւ դևեր հանեցեք։ Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք։ Մենք աղոթում եւ հավատում ենք, որ այս ուսուցումների շնորհիվ դուք կաճեք ձեր կյանքի եւ ծառայության մեջ։ Եվ ահա ձեր հյուրը Ռոբերտ Լայդենը։ Բարի գալուստ մեր ուսուցմանը։ Այսօր մենք կուսումնասիրենք մեկ այլ մարդու մասին, որի անունն է Ջոն Լեյք։ Նա առաքյալ է համարվել Հարավային Աֆրիկայում։ Նրա գործը մինչև այսօր էլ շարունակվում է։
Նա ուներ բժշկության մեծ պարգև եւ գիտեր ինչպես անել, որ հիվանդները բժշկվեին։ Ուներ նաև բժշկական սենյակ, պատրաստում էր աշխատողներ, որոնք օգնում էին հիվանդներին ժամադրելու իր հետ։ Այդ նման էր բժշկական օֆիսի։ Նա հիվանդների համար նշանակում էր մարդիկ, ովքեր կարող էին աղոթել։ Բոլոր բժշկող ավետարանիչների մեջ Լեյկը եղել է ամենահետաքրքիր եւ ողջամիտ մարդը։ Նրա մասին հիշողությունը միգուցե ոմանց մոտ հակասություն առաջացնի։ Ես կարծում եմ, որ նրա մասին ուսումնասիրելու կարիք ունենք։ Նա արժանի է հարգանքի։ Նա ծնվել է 1871 թվականին Կանադայում։ Հետո նա 16 տարեկանում իր ծնողների հետ տեղափոխվում է Միչիգան։ Չարլզ Փարհամի նման նա էլ հիվանդ մանկություն է ունեցել։ Ինչպես ասել եմ նախկինում, դևերը միշտ փորձել են սպանել այս մեծ ծառայողներին նրանց վաղ տարիքից, երբեմն էլ մոր որովայնից։ Նրանց մայրերը անգամ համոզված չեն եղել, որ իրենց երեխաները կապրեն, բայց Աստված իր մեծ զորությամբ պահպանել է նրանց իր հզոր գործի համար։ Լեյկի ընտանիքում շատ հիվանդություններ են եղել։ Եղել են նաև հաշմանդամներ։ Նա հանդիպում է Ալեքսանդր Դովի հետ եւ կանչում նրան աղոթելու իր ընտանիքի համար։ Դովը ուղարկում է հեռագիր ասելով, որ մենք աղոթում ենք եւ այդ անձը բժշկվելու է։ Այդ իրականանում է։ Հետագայում նա տեղափոխվում է Սիոն եւ աշխատում դոկտոր Դովի բժշկության ծառայության մեջ։ Դրանից հետո գնում է Հարավային Աֆրիկա եւ այնտեղ սկսում մեծ գործ։ Աստված ապահովում է նրան գումարով եւ տնով։ Երբ նա ժամանում է Աֆրիկա, մի կին գալիս է նրա մոտ եւ ասում. «Ես մի տուն ունեմ նվիրելու ձեզ, Աստված ասաց, որ մի մարդ է գալիս եւ այս տունը պետք է նվիրեմ ձեզ»։ Այդպիսով Աստված ապահովում է նրան տնով։ Հարավային Աֆրիկայում նա սկսեց առաքելական շարժ, որը մինչև այսօր էլ աճում է զորավոր ձևով։ Մինչ կանցնեմ հիմնական խոսքից, ցանկանում եմ ասել որոշ բաներ դոկտոր Լեյկի մասին։ Դոկտոր Լեյկը ուներ մի փիլիսոփայություն, մի համոզմունք, որն ուզում եմ կարդալ ձեզ համար եւ այդ մասին զրուցել ձեզ հետ։ Այսօր դա մեզ համար շատ կարեւոր է եւ մենք կարիք ունենք քննելու այն։ Դոկտոր Լեյկի ծառայության ընթացքում կատարվում էր շատ արտարոց բժշկություններ։ Օրինակ, մեկ անգամ աղոթելիս նա խնդրել էր, որ Աստված հոգով տեղափոխի իրեն Հարավային Աֆրիկայից Վելս, մի անձից դև դուրս հանելու համար, որը մտային խանգարվածություն ուներ։ Որոշ ժամանակ հետո նա վերադառնում է Վելս եւ փորձում գտնել այդ մարդուն, որի համար աղոթել էր։ Բժիշկը, որ այդ մարդին բժշկում էր, ասում է դոկտոր Լեյկին, որ նա սկսել է բժշկվել։ Դոկտոր Լեյկը նույնպես դուրս է եկել Ազուսա փողոցի արթնությունից։ Նա մտերիմ էր Քինգին, Էյմի Մակփերսոնին եւ այլ մեծ ավետարանիչների։ Լեյկը կապված էր նաև Գորդոն Լենսդեյի հետ, որն աշխատել է Փարհամի ծառայության ժամանակ, իսկ Լեյկը օգնել է նրան աճելու։ Գորդոն Լենսդեյի մասին մենք կխոսենք, երբ անդրադառնանք եղբայր Փարհամի կյանքին։ Գորդոն Լենսդեյն էր, որ բժշկության ձայն արտությունը պահում էր ամուր եւ միասնական, օգնելով նաև Assembly of God կազմակերպությանը։ Ես հնարավորություն եմ ունեցել հանդիպելու դոկտոր Լեյկի աղջկա եւ Փեսայի հետ, որոնք հրաշալի պատմություններ էին պատմում նրա մասին։ Լեյկը եղել է աղոթող անձ եւ ունեցել է մեծ սիրտ։ Հարավային Աֆրիկայում գտնված ժամանակ նրա կինը մահանում է ծանր աշխատանքից եւ վատ սնվելուց։ Նրա երեխաները մոր հետ կապվածի համար մինչև այսօր էլ բարկացած եւ վրդոված են իրենց հոր վրա, որովհետեւ մոր մահվան պատճառը երեխաները տեսնում են իրենց հոր մեջ։ Ինչ որ առումով ես համաձայն եմ։ Ծառայության մեջ մենք պետք է սովորենք ողջամիտ լինել։ Ինչպես ասել եմ մեկ այլ ուսուցման մեջ, դուք պետք է գիտակցեք ձեր մարմնի եւ ընտանիքի ֆիզիկական սահմանափակության մասին։ Դուք միգուցե ունեք մեծ օծություն, բայց ձեր ընտանիքը չի կարողանում վազել ձեզ հետ։ Եթե սա իրական է ձեր ընտանիքում, ապա մեկ օր դուք կդանդաղեցնեք ձեր ծառայությունը, իսկ եթե ոչ, ապա ձեր ընտանիքը կքայքայվի։ Այս բանը շատ է կատարվում ծառայողների կյանքում։ Շատ ծառայողներ կորցնում են իրենց կանանց եւ երեխաներին։ Կան քարոզիչների երեխաներ, որոնց մասին պատմվում է ամբողջ աշխարհում, թե ինչպիսի վատ մարդիկ են դուրս եկել։ Օրինակ, Էլվիս Պրեսլին մեծացել է Assembly of God կազմակերպության պատկանող ընտանիքներից մեկում,
բայց երբեք չի հետևել իրենց ուսուցումներին մտածելով, որ դա այդքան էլ զորեղ չէ։ Որպես ծառայողներ մենք պետք է պաշտպանենք մեր ընտանիքները։ Ես հավատում եմ, որ եթե եղբայր Լեյքը ավելի ուշադիր լիներ եւ ճիշտ խնամք տաներ իր երեխաների համար, ապա նրանք այսօր չէին մեղադրի իրեն։ Կնոջ մահից հետո նա նորից ամուսնացավ եւ ունեցավ երեխաներ։ Ես զրուցել եմ այդ երեխաներից մեկի հետ, որը բժշկության ծառայության մեջ է։ Այդ նաև զորավոր բարեխոսական ծառայություն է։ Դոկտոր Լեյքը գնում է Սփոքեյն հիմնելու իր ծառայությունը։ 5 տարվա ընթացքում այդտեղ նշվել է 100,000 հրաշք։ Սկզբում նշեցի, որ նա իր բժշկության ծառայությունների ժամանակ պատրաստում էր մարդիկ։ Մենք կցուցադրենք նրանց նկարները։ Նա ուներ տեղ, որտեղ մարդիկ կարող են գալ եւ բժշկվել։ Նա քարոզում էր շատ համարձակ։ Այս էր պատճառը, որ մարդիկ բժշկվում էին։ Մենք մեկ ուրիշ նկար էլ ունենք այստեղ։ Dr. John G. Lake's ministry for that because there was 100,000 miracles recorded there in 5 years. Because he preached and very boldly proclaimed that folks could be healed. We also have another picture I think is kind of amusing for you. Ահա դոկտոր Լեյքի մեքենան, որի վրա գովազդված է իր բժշկության ժողովները։ Նա շատ համարձակ մարդ էր։ Աստվածաշնչի դպրոցի ուսանողներին նա ուսուցանում էր. Ես ձեզ տալու եմ հիվանդասենյակ հիվանդի հետ միասին եւ չվերադառնաք դպրոց, եթե նա չբժշկվի եւ չառողջանա։ Ոմանք գնում էին եւ վերադառնում մի քանի ժամից, ոմանք էլ մեկ կամ մի քանի օրից, կամ էլ մի քանի շաբաթից, բայց գալիս էին մի բան հասկանալով, թե ինչ է նշանակում բժշկել մեկին։ Թե ինչու այսօր հրաշքներ եւ բժշկություններ չեն լինում մեր եկեղեցիներում, պատճառներից մեկը նա է, որ ծառայողները չեն վճարում արժանի գին հրաշքների եւ բժշկությունների համար։ Մենք սովորենք այսօր աղոթքի համար շարք կանգնեցնելու։ Շարում ենք մարդկանց եւ հետո ցրում նրանց։ Այս ծառայություն չէ, այս կոչվում է թողեք ձեռք դնեմ եւ դուք վայր ընկեք։ Խաղ։ Այս շատ մարդկանց չի բժշկելու։ Մարդկանց ծառայելու համար մենք պետք է ուղղենք մեր ձևերը։ 5 տարվա ընթացքում 100,000 մարդկանց բժշկության պատճառներից մեկն էլ նրա աղոթող խումբն էր։ Նրանք գնում էին հիվանդների տները, կերակրում նրանց Աստծո խոսքով, զրուցում նրանց հետ, քննելով թե որտեղ են նրանք իրենց հավատքի մեջ։ Հավատում եմ, որ կգան այդ օրերը, երբ հովիվները կգնան մարդկանց տները եւ հիվանդանոցները, ուսուցանելու, աղոթելու, դևերին դուրս անելու եւ բժշկելու նրանց։ Կա հրաշագործության հասկացողություն, որը պետք է հասկանալ։ Մենք չենք կարող այդ հասկանալ մեր բանականությամբ։ Մենք պետք է հարցնենք Աստծուն, աղոթքով մնալով հոգու մեջ։ Ուզում եմ մի գիրք ներկայացնել։ We will not get it through our intellect. We'll only get it through prayer. We'll only get it through abiding in the Spirit and inquiring of heaven, God, how can I be used greater to send healing to this generation? I want to begin to read to you now. Այս գիրքը տպագրվել է Harrison տուն հրատարակչությունում, որը կոչվում է Արկածներ Աստծով։ Գրքի հետևում գրված է նրա կյանքի եւ բժշկության ծառայության մասին։ Դոկտոր Լեյքը երբեք սեռական կամ այլ մեղքերի մեջ չի ընկել։ Եկեք քննարկենք դոկտոր Լեյքի նշած 8 սկզբունքները, որտեղ նա գրում է. Երկրային բոլոր բարիքները, որոնք ես ունեմ, չեմ մտածում, որ դրանք իմ անձնականն են։ Ես հավատում եմ, որ դրանք իմ երկնավոր հորն են պատկանում։ Դրա համար դրանք չեն կարող զավթել ինձ եւ տիրել իմ սիրտը։ Շատ ծառայողներ սկսել են ոչնչով, բայց երբ նրանք ունեցել են նյութական որոշ հաջողություններ, շատ շուտով նրանք կապվել են եւ չեն կարողացել առաջ շարժվել։ Դոկտոր Լեյքի առաջին սկզբունքը սա էր. այնինչ իմ անձնականն է, տալիս եմ իմ երկնավոր հորը, որպեսզի նրանք Ետ չձգեն ինձ։ Դուք պետք է հեռացնեք դրանք ձեզանից։ Ոմանք չեն ցանկանա քարոզել այնպիսի նյութեր, որոնք միգուցե իրենց հետ տանեն որոշ X գումար։ Եթե դուք այսպիսին եք, մոռացեք, որ կարող եք բժշկության ծառայություններ անել։ Դուք պետք է հեռացնեք ձեզանից այսպիսի բաները եւ թույլ տաք, որ Աստված ձեր կյանքում լինի համար առաջինը։ Աստված պետք է ամբողջությամբ տիրի եւ ղեկավարի ձեզ։ You've got to get rid of some of these things and let God be number one. You've got to hold on to heaven and let these things be added. They can't grasp your heart. God's got to have the total control of your heart.
Երկրորդ սկզբունքը Լեյկը նշում է. ես միշտ իմ աշխատակիցներին ինձ հավասար կդասեմ։ Այսօր մենք մեծ խնդրեմ ունենք աշխատողների հետ։ Ծառայության մեջ գտնվողները մեծ խնդիրներ ունեն։ Մենք չենք գնահատում նրանց։ Մենք գործածում ենք նրանց որպես մեքենա եւ երբեք չենք գնահատում եւ շնորհակալություն հայտնում։ Այս է պատճառը, որ նրանք վիրավորվում են եւ երբեմն էլ գրքեր գրում ընդդեմ քարոզիչներին, նշելով այն բացական բաները, որոնք նկատել են։ Ես մի ծառայողի գիտեմ, որը եթե չուղի իր վերաբերմունքը ծառայողների նկատմամբ եւ չկարգավորի փոխհարաբերությունը իր աշխատակիցների հետ, ապա մեծ պայթյուն է լինելու։ Եվ մարդիկ կհեռանան։ Դուք պետք է ունենաք մի խումբ եւ գործեք խմբակային։ Կա նաեւ մեկ ուրիշ խնդրեմ, երբ հեռացվում են հիմնադիր աշխատողները։ Երբ հեռացնում եք հիմնադիր աշխատողներին, Աստված ձեզ երկուսիդ էլ պետք է հայտնի ճիշտ ժամանակը, այլապես դուք խնդիրներ կունենաք։ Ես նկատել եմ, որ երբ ծառայողների տղաները կամ աղջիկները մտել են ծառայության մեջ, նրանք փորձել են հեռացնել այն հավատարիմ ծառայողներին, որոնք համաձայնվել են թողնել իրենց աշխարհիկ աշխատանքը տարեկան $70,000 աշխատավարձով եւ մտել են եկեղեցու ծառայության մեջ տարեկան $15,000 աշխատավարձով։ Դուք պետք է զգույշ լինեք, որ արդար վարվեք նրանց նկատմամբ, ովքեր ձեր կողքին են։ Դուք արդարացի պետք է լինեք ձեր հիմնադիրների նկատմամբ։ Ես շնորհակալ եմ Աստծուց այն մարդկանց համար, որոնց հետ ես սկսեցի, եւ ես կպահեմ նրանց իմ կողքին այնքան, որքան Աստված կպահի նրանց ինձ հետ։ Ես համոզված եմ, որ կան ոմանք, որ սխալներ են թույլ տալիս, եւ դուք պետք է լուծեք այդ հարցերը իրենց հետ, բայց կան նաեւ այնպիսիները, որոնք երբեք սխալներ թույլ չեն տալիս։ Ես հիմա գիտեմ որոշ սպասավորների, որոնք ունենալու են մեծ խնդիրներ, որովհետեւ նրանց երեխաները դուրս են հանել հիմնադիր ծառայողներին։ Գլխավոր սպասավորները մի օր կանգ կառնան եւ կհարցնեն, թե ինչ եղան նրանք, ինչու է այսքան շատ վեճեր առաջանում, ինչու հոգի չկա։ Պատճառը երբեմնի հիմնադիրներին դուրս հանելն է։ Լսեք ինձ։ Երբ եկեղեցու համար գեղեցիկ քարտուղարուհիներ եք ընտրում, պետք է զգույշ լինեք, որպեսզի չընկնեք մեղքի մեջ։ Բռնվիր նրանցից, ովքեր քեզ հետ են եղել սկզբից, եւ դու կշրջանցես խնդիրները։ Դրա մեջ կա մի մեծ սկզբունք եւ կարիք կա, որ դուք կարճեք դրանից։ You've got one of those little nice new ones in there. You're going to fall into sin if you're not careful. Get a hold of that one that has been with you from the beginning, and you won't be so easy to fall into these problems. There's a very great secure principle there that you need to hang on to. The second principle, Dr. Lake began to talk about, he said, I will not... Dr. Lake ասում էր, մարդուն մեղքի ազդեցությունից ազատելու համար ես չեմ դադարի աղաղակել եւ աղերսել Աստծուն, եւ ես կգործակցեմ Աստծո հետ, կաղոթեմ եւ ծոմ կպահեմ դրա համար։ Շատ անգամներ են կաղոթել օգնության կամ օժանդակության համար։ Մենք միայն աղոթում ենք մեզ համար, մեր ծառայողների համար եւ երբեք չենք աղոթում աշխարհի համար։ Բժշկող ավետարանիչները, որոնք եղել են հաջողակ, նրանք միշտ աղոթել են աշխարհի, ազգերի եւ ամբողջ մարդկության համար։ Եվ ես կխնդրեմ, որ Աստված վեր հանի աղոթողների եւ ծառայողների։ Լեյքն ասում էր, ես աղոթելու եմ աշխարհի համար եւ խնդրելու եմ Աստծուն, որ նա ազատի իր ժողովրդին մեղքից եւ վեր հանի այնպիսի մարդկանց, որոնք կարող են հաղորդել աշխարհին Հիսուսի պատգամը։ To raise up a person who can communicate with them of Jesus' message that they can be delivered from the wages of sin, that is death. Երրորդ սկզբունքը, ես միշտ ապրելու եմ հես, երբեք չպաշտպանելով իմ անձնական իրավունքները եւ ամեն բան կհանձնեմ Աստծուն դատելու։ Երբեք չեմ հատուցի չարին չարով, ոչ էլ ետ կվերադարձնեմ նրանց, այլ կօրհնեմ նրանց եւ չարի փոխարեն բարիք կհատուցեմ իմ թշնամիներին։ Իմ կյանքում եւ իմ գործերի մեջ երբեք խիստ եւ կոպիտ չեմ լինի, փոխարենը կլինեմ մեղմ եւ երբեք վեր չեմ գերադասի իմ անձս եղբայրներիցս։ Շատ եղբայրների մեջ վեճեր են առաջանում, որովհետև մարդիկ ցույց են տալիս մի բան, այն դեպքում, որ չեն։ Եղբայր Լեյքն ասում էր, ես միշտ կմնամ նրա մեջ, ինչ Աստված է տվել ինձ։ Ես երբեք չեմ ասի, որ ունեմ մի բան, որն իրականում չունեմ։ Այս երևույթը պարծենալ է, եւ եթե դուք պարծենում եք, ապա կհպարտանաք եւ այն կտանի ձեզ անկման։ Մեկ ուրիշ բան, որ նա ասում էր երրորդ սկզբունքի մեջ հետեւյալն է. ես երբեք չեմ պաշտպանի իմ անձը։ Հաճախակի մարդն ընկնում է այնպիսի վիճակի մեջ, որտեղ բոլորը հակառակվում են իրեն, ստում իր դեմ, ծաղրում
եւ փորձում են կանգնեցնել, հասեք մի վիճակի, որ այդ բաները չվիրավորեն ձեզ։ Բավարար աստվածային սեր ունեցեք, որ այս բաները չվիրավորեն ձեզ, որ միշտ սիրեք նրանց։ Պաշտպանվելը ծառայողների համար չէ։ Մենք կարիք չունենք դրա մեջ ապրելու, մենք կարիք ունենք ապրելու հնազանդության մեջ։ Եվ ես տեսնում եմ, որ դա գործում է իմ կյանքում։ Այնինչ մարդիկ չեն ուզում, որ քարոզեմ, ես քարոզում եմ նրանց առջև։ Այնինչ նրանք չեն ուզում, որ ես անեմ, ինչևէ ես դա անում եմ Աստծո հոգով։ Այդ գործում է։ Շատ մարդիկ վիրավորել են ինձ, բայց վերջում գալիս եւ ասում են. ես ուրախ եմ, որ դու շարունակում ես։ Հիմա հասկանում եմ, թե ինչու ես անում այդ։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդը թելադրի, իշխի եւ կառավարի մեզ։ Վիրավորանքներն ու վերքերը գալիս են նրանց միջոցով, որոնց մենք ստանձնել ենք ինչ որ բան։ Հիշեք, դևերը երբեք չեն գործածում այն մարդկանց, որոնց դուք չգիտեք։ Նրանք գործածում են ձեր շուրջը եղած մարդկանց, ձեր ծառայողներին, ձեր ընտանիքի անդամներին։ Եթե շարունակես քո զորավոր աղոթքի կյանքը, նրանք երբեք հակառակ չեն կա դուրս գա քեզ։ Եթե նրանք անեն, դու ավելի շուտ կիմանաս այդ եւ չես ընկնի վիրավորանքի եւ վիրավորվածության ծուղակի մեջ, որը թելադրի քեզ անելու սխալ բաներ։ Այսօր շատ մարդիկ միակողմանի են աճում իրենց քրիստոնեական կյանքում։ Պատճառն այն է, որ սպասավորները ծառայում եւ քարոզում են նրանց վիրավորվածությունից եւ վերքերից դրդված։ Մենք այսօր ուժեղ եւ ուղիղ մարդկանց կարիք ունենք։ Չորրորդ սկզբունքը. ամեն մի արդար գործ ես համարում եմ որպես անհրաժեշտություն իմ կյանքում, քան ուտելն ու խմելը։ Եվ ես իմ երջանկությունը գտնում եմ դրանում։ Արդարությունը իմ կյանքում ավելի իշխանություն եւ տեղ ունի, քան ուտելն ու խմելը։ Ես երբեք կաշառակեր չեմ լինի։ Ես երբեք չեմ անի այնպիսի բաներ, որոնց համար կանչված չեմ։ Սա մեծ սկզբունք է, որն անհրաժեշտ է երիտասարդ քարոզիչներին։ Դուք կարող եք վարժվել այս բաներում։ Միգուցե դուք հարմար լինեք այս կամ այն գործի համար, բայց հենց դուք դուրս գաք ձեր կոչումից եւ մտնեք ուրիշ լավ թվացող գործերի մեջ, ապա ձեր ամբողջ ծառայությունը կփոխվի։ Ես գիտեմ ոմանց, որոնք հեռուստատեսային ծառայության մեջ են։ Կան մարդիկ, որոնց ծառայությունը դա է, բայց ոմանք կանչված չեն դրանում։ Դուք պետք է համոզված լինեք, որ Աստված է տվել ձեզ այդ ծառայությունը, այդ կոչումը։ Ծառայության օծությունը կվճարի քո ծառայողներին եւ մարդկանց կբերի այդ ծառայության համար։ Սովորիր վստահել Աստծուն եւ անել այն, ինչ նա է քեզ տվել։ 5-րդ սկզբունքը։ Ջոն Ջիլեյքն ասում է. Աստծո շնորհքով միշտ կլինեմ ողորմած եւ կներեմ նրանց, ովքեր կվիրավորեն ինձ, եւ ես ոչ թե նրանց կհրեմ իրենց մեղքերի մեջ, այլ համբերությամբ կշիտկեմ նրանց չարությունը։ Նա ասում էր, որ իրեն վիրավորողները, եթե անկում ապրեն, ինքը կօգնի նրանց վերականգնվելու Քրիստոսի մարմնում։ Մենք միակ բանակն ենք, որ կարող ենք սպանել վիրավորվածներին։ Դոկտոր Լեյքն ասում էր. ես չեմ սպանի վիրավորվածին իմ բանակում, ես լավ զինվոր կլինեմ լավ գեներալ եւ կօգնեմ մարդկանց հաստատվելու հավատքի մեջ։ 6-րդ սկզբունքը։ Սկզբունք, որ հատկապես հրաշալի այսօրվա օրերի համար։ Ես երբեք թույլ չեմ տա իմ մտքին կամ անձին անելու մարմնավոր գործեր։ Մենք պետք է աճենք այնքան, որ թույլ չտանք մեր մարմնին իշխելու եւ կառավարելու մեզ։ Դուք միգուցե հրաշալի եք, երբ ամբիոնի մոտ եք, բայց պետք է ճշտեք, որպեսզի դուք հրաշալի լինեք նաև ամբիոնից հեռու։ Դուք պետք է լինեք սուրբ եւ մաքուր, ղեկավարելով ձեզ։ Դոկտոր Լեյքն ասում էր. ես կպահեմ իմ ողջ էությունը, իմ բոլոր օրգանները Աստծո խոսքի ներքո։ Այստեղ համարձակ ասում է. ես թույլ չեմ տա ինձ իմ լեզվին առաջ անցնի եւ կառավարի ինձ։ Կհարգեմ իմ տունը որպես սրբություն, կհարգեմ հակառակ սեռին։ Մենք պետք է սովորենք մեզ ճիշտ դրսևորել հակառակ սեռի նկատմամբ եւ ճիշտ փոխհարաբերվել նրանց հետ։ Կան շատ ծառայողներ, որոնք ընկնում են զգացմունքային կապերի մեջ, որը քանդում է իրենց կյանքն ու ծառայությունը։ Մենք պետք է տեղյակ լինենք ամեն բանին։ Ամեն փոխհարաբերություն կարող է սկզբից գեղեցիկ եւ քաղցր լինել, եւ այն իսկապես սկսվում է գեղեցիկ եւ մաքուր ձևով, բայց դա չի նշանակում, որ դևը չի կարող մտնել այդտեղ եւ քեզ վայր գցել եւ հրել քեզ շնությամբ կամ պոռնկության մեջ։ Դա միգուցե ձեր մտքի ցանկությունը չէ, բայց կա միջոց, որով դուք կարող եք ձեզ հսկել։ Օրենք կա, որը դուք դնում եք ձեր կյանքի մեջ, եւ նման իրավիճակների հանդիպելիս Սուրբ Հոգին ձեզ հստակ ազդանշան է տալիս, թե ինչ պետք է անել։ Որոշ ծառայողներ չունեն այս օրենքը իրենց մեջ եւ սկսելով հակառակ սեռի հետ գեղեցիկ ու հրաշալի փոխհարաբերություն վերջացնում են անկողնով։
Հիշեք այս, սատանան կթողնի ձեզ վաստակելու մեծանուն, եւ երբ ունենաք այն, այդ ժամանակ կսպանի ձեզ եւ ձեզ հետ կտանի շատերին։ 7-րդ սկզբունքը։ Նա ասել է. Ես միշտ կձգտեմ լինել խաղաղություն անող։ Ինչ հրաշալի է, ես միշտ կձգտեմ լինել խաղաղություն անող։ Ջանացեք խաղաղություն անել, հատկապես մարգարեական օծությամբ։ Երեմիա 1:10 ասում է. Ես քեզ ազգերի եւ թագավորությունների վրա նշանակեցի, որ խլես եւ պոկես եւ փչացնես ու կորցնես։ Միևնույն ժամանակ ասում է. ուղարկում եմ, որ շինես եւ տնկես։ Մենք պետք է այս խաղաղություն անող մաս ունենանք։ Ես միշտ կջանամ խաղաղություն անել։ Առաջին հերթին ես ինքս պետք է խաղաղ լինեմ։ Ինչպես կարող եք խաղաղություն անել, երբ դուք ինքներդ ահաբեկիչ եք եւ վազում եք այս ու այն կողմ, ինչ որ բաներ որ ստալու համար։ Մեղադրում եք այս կամ այն բանը, սովորեք պահել ձեր խաղաղությունը, փակեք ձեր բերանը եւ մի քննադատեք ձեր եղբայրներին։ Լուր եղեք։ Եթե դուք քննադատում եք, ապա քննադատող դևերը կբռնեն ձեզ։ Այնինչ ցանեցիր, այն էլ կհնձես։ Եթե խաղաղություն ցանես, խաղաղություն կհնձես։ Եթե հաճություն, հաճություն կհնձես։ Եթե ցանես ընկերություն, ապա կհնձես ընկերություն։ Ցանես ազնվություն, կհնձես ազնվություն։ Իմացեք այս, ես երբեք գիտակցաբար չեմ վիրավորի որևէ մեկին։ Կան մարդիկ, ովքեր կարիք ունեն լսելու այս։ Ես երբեք մտադրված որևէ մեկին չեմ վիրավորի։ Իսկ եթե հանկարծ վիրավորեմ, անմիջապես ներողություն կխնդրեմ։ Մի բառ կա, որի անունը ներողություն է։ Մենք պետք է զգույշ լինենք։ Բայց եթե մեկին վիրավորենք, ապա անմիջապես պետք է ներողություն խնդրենք։ Շատ անգամներ մենք մարդկանց կորցնում ենք, որովհետև անմիջապես ներողություն չենք խնդրում։ Պատճառներից մեկը, թե ինչու ոմանք չեն կարողանում քարոզել մեծոցությամբ, դա նա է, որ շատ սխալներ են արել մարդկանց նկատմամբ եւ երբեք չեն ուղղել այդ սխալները։ Եթե հիմա լսում եք ինձ եւ գիտեք որևէ մեկին, որի հանդեպ սխալ բան եք արել, դուք կարիք ունեք ճիշտ դուռը գտնելու։ Անմիջապես գնացեք նրա մոտ եւ ասեք. ես սխալ բան եմ արել քո հանդեպ։ Խնդրում եմ ների ինձ, խնդրում եմ ների, որովհետեւ եթե սխալ բան եք արել մարդկանց հանդեպ, ապա չեք կարող իշխանությամբ քարոզել, որովհետեւ այն ետ կդառնա եւ կհետապնդի ձեզ։ Երբ դուք քարոզեք եւ ծառայեք մարդկանց, դևը անպայման կհայտնվի ձեզ ձեր թույլ տված սխալով եւ ցույց կտա այն ձեզ։ Ես կջանամ, ասում է դոկտոր Լեյկը, հեռացնել վիճաբանությունը եղբայրների միջից։ Հեռու պահեք ձեզ վիճաբանությունից, քննադատելուց։ Սովորեք երիտասարդներին հայրություն անել։ Աստված շատերին կանչում է հոգով հայրեր եւ պապիկներ լինելու։ Աստված ուզում է, որ պատրաստեք երիտասարդներին։ Իսկ եթե դուք քննադատ մեկն եք, ապա վեճերի պատճառ կլինեք եղբայրների միջև։ Ուստի կարիք ունեք ձեր միջից հեռացնելու այն, որպեսզի նույնը չփոխանցեք ձեր հաջորդ սերնդին։ Ես կարող եմ ասել, թե ինչու են նրանք այդ անում։ Նրանք, ովքեր պատրաստել են այդ մարդկանց, նույնպես եղել են հանցավոր այդպիսի բաներով։ Պատրաստեք երիտասարդներին ուղիղ ձևով, ինչպես դոկտոր Լեյկը։ Սա էր պատճառը, որ Աստված դոկտոր Լեյկին Աստվածաշնչի դպրոց էր տվել, եւ նրա ծառայությունից դուրս են եկել այնպիսի մարդիկ, ինչպիսին Գորդոն Լենսդեյնը, որը սկսեց Քրիստոսը բոլոր ազգերին այսօր ծառայությունը։ Եթե դուք լինեք այդպիսի մարդու կամ կնոջ ծառայության ներքո, որն ունենա այս նույն սկզբունքները, ապա դուք նույնպես կունենաք այդ նույն բաները ձեր կյանքում եւ կլինեք հաստատուն, ուժեղ, ապահով եւ առողջ։ Մենք պետք է իշխանությամբ լուծենք այն խնդիրները, որ եթե որևէ մեկը սխալ թույլ տա, մենք կարողանանք ասել. ես թույլ չեմ տա իմ ներկայության ժամանակ այսպիսի բաներ։ Հիշում եմ մեկ անգամ, ես մեկի կողքին էի, որը քննադատում էր մի անձի։ Աստված ասաց ինձ. դու թույլ ես տալու այս բանը նստելու այստեղ եւ այդ լսելու։ Ասացի, բայց Աստված իմ, ես չեմ ուզում ճեղքվածք պատճառել։ Նա ասաց, այդ ավելի մեծ ճեղքված կլինի, քան դու ասես, լուր մնացեք։ Ես շրջվեցի նրանց եւ ասացի, իմ ականջներն աղբի աման չեն։ Ես չեմ ուզում լսել այդ։ Խնդրում եմ լուր մնացեք կամ էլ փոխեք ձեր թեման։ Լավ է խոսել դեմ առ դեմ։ Այդ կարող է նպաստել Աստծո թագավորությանը։ Այդ կպաշտպանի եղբայրներին վիճաբանելուց։ Դևը սիրում է, որ մենք վիճաբանենք, որովհետեւ վիճաբանությունը քանդում է միությունը, բայց միությունը բերում է Սուրբ Հոգու ներկայություն, այն բերում է բժշկարար զորություն։ 8-րդ սկզբունքը։ Նա ասում է. երբ հուսախաբվեմ, երբ հալածվեմ արդարության համար, ես երբեք չեմ տրտնջա, կամ էլ այն կհամարեմ փոքր բան։ Դոկտոր Լեյկն ասում էր. երբ լինեմ ճնշված, երբ տանջվեմ արդարության համար, ես թույլ չեմ տա ինձ հուսախաբվել, այլ կմնամ հավատարիմ այն բանի մեջ, ինչը անում եմ։ Երբ դուք սկսեք գործել ձեր կոչման եւ ձեր վրա եղած
ձեր կոչման մեջ եւ ձեր վրա եղած օծությունը սկսի արդյունք տալ եւ օգնել մարդկանց, ապա դուք կհալածվեք եւ կտանջվեք, որովհետեւ աշխարհը ձեզ դեմ է դուրս գալու, բայց կա իրականություն, որի մեջ կարող եք ապրել։ Կա մի տեղ, որտեղ այս բաները չեն ազդի ձեր վրա։ Այս բաները կգործածեք դրական նպատակների համար։ Ես սովորեցի այդ եւ ասում եմ նաեւ ուրիշներին. սովորիր վերցնել հալածանքը, բացական ուժերը եւ դարձրու դրանք բարի գործակից։ Հալածանքը ինքնին կարող է ուժար սպառ անել ձեզ, բայց վերցրեք այդ հալածանքը եւ փոխեք զորության, հետո դուք կարող եք քարոզել եւ աղոթել համարձակ եւ կանեք ճիշտ այն, ինչ դևերը չեն ուզի որ անեք։ Ես միշտ կջանամ այս սկզբունքները տալ բոլորին եւ իմ կյանքն ու էներգիան փոխանցել մարդկանց, որպեսզի նրանք նույնպես կարողանան Աստծոց զորություն առնել եւ իրենց կոչման մեջ գործածել այս նույն սկզբունքները։ Նա հավատում էր, որ իր սկզբունքները կփոխանցվի ուրիշներին։ Այս բերում է ինձ իմ վերջին խոսքին։ Դոկտոր Լեյկը մեկն էր, որը ընդունակ էր փոխանցելու իր ուսուցումները հաջորդ սերնդին։ Նա ունի շատ գրքեր, որոնք շատ թանկագին են։ Մենք կարիք ունենք աստվածային հայտնությունների, որպեսզի կարողանանք ճշմարտությունը փոխանցել մյուս սերունդներին։ Ուսուցանեք ճշմարտությունը ձեր աստվածաշնչի դպրոցում, փոխանցեք հաջորդ սերնդին, որպեսզի այն շարունակվի երկրի վրա։ Նոր օր է երկրի վրա եւ ճշմարտությունը կփոխանցվի։ Ամեն սերունդ կունենա ճշմարտություն, ներառելով այս ամենը եւ մյուսը, ասում է Տերը։ Ամեն։ We believe that this series of lectures on the Healing Evangelist has helped you to grow in your life and ministry. If you'd like more information on the lives of these men and women of God, just write Robert Slairdon Ministries, P.O. Box 23238, Minneapolis, Minnesota 55423, or call 612-927-4455.